Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս սիրելի ժողովուրդ, այսօր օգոստոսի 7-ն է, արևոտ եղանակ ոնց որ ասում են, եթերում է հանրային դատ հաղորդաշարը։ Մեր մշտական անդամները մեզ հետ են, մեր առողջական վիճակը մի փոքր ավելի լավ է, քան նախորդ հաղորդումից հետո, այսօր մենք էլ չենք ջերմում։ Անդրադառնանք այսօրվա մեր հաղորդման հյուրերին։ Ինչպես գիտեք, մեր մշտական անդամները այստեղ են, պարոն Աբազյան, Անդոյ, Մալչիկ Պայմինի Սասուն, հարցնքավոր Վահե Ղազարյան, ոստիկանապետ, Աննա Վարդապետյան, Կիրեմը Բխո եւ Ռուզիկ։ Ռուզիկ ներս հրավիրենք այսօրվա մեր հյուրերին։ Իմիջալոց Ռոզիկի հետ մեկտեղ այսօր ներկա է նաև Եկնային գրասենյակի ավագ մասնագետ եւ պատասխանատու Էտա Քրիստիկ Պապկենձերը։ Ներս հրավիրենք այսօրվա մեր հյուրերին։ Իհարկե միանգամից Սերժ Սարգսյան։ Անցեք նստեք։ Արշակ Հակոբյան Վովայի Արշակ նախորդ հաղորդումից բերինք, թողեցինք, տունչել գնացե, Փեսա Մասիսի քաղաքապետ Դավիթի հետ միասին։ Իանց կնգտիկով Մարֆա Վասիլևնա եւ Արշակի աղջիկ։ Բգո, խերի գլող բգո, Սրբազան խերի գլող բգո։ Հելը գնաց ենք իմալ դավթաշենի քուչեքը, անցինստի բոզի տղաուն։ Վազգենի քուր, Սիսի բոզի տղու հետ միասին և իհարկե ծծեր, լիություն ծծեր, ուր է իր աղջի։ Շնգավիթի ոստիկանապետ, Երևան քաղաքի ոստիկանապետի հետ միասին։ Так. Սեյրան Մուշեղիչ, Ռուզիկի մարդ, անցինստի, Ռոբիկ, Նարեկ Սամսոնյան և Նարեկի հետի են ջահել նիհար թրաշով տղեն, բանակ չծարայած, վազգեն։ Ոչ ինքնա բանակ ծառայ, ոչ աղբերնա բանակ ծառայ։ Դալշը։ Ավականի Հայկ Միրզոյան ագարկա կնգա հետ միասին, քպեից։ Սիսի բոզի տղուն կանչել ենք արդեն։ Էքսպրես կրեդիտ բանկ, բաժնետեր Զարուհի Արզումանյան, в лице Զարուհի Արզումանյանի։ Սոցապ նախարար, Ղախպի տղեն։ Հայաստանի էլեկտրոցանցեր Տաշիր Սամոյի ղեկավարությամբ, Արի Սամո, Տաշիր Սամո։ Ժողովուրդ օրաթերթ, Թագուհի, աղջի չանգորն է ուրիշ շանում դնեին, Թագուհի։ Արաս Բաղդասարյան, Բգոյի դաշնակից, անցինստի Արաս Բաղդասարյան, Տարոն Մարգարյանի սանիկ։ Վիոլա ջուշ, Վիոլա ջրի ղեկավար կազմը եւս համեցեք։ Ռուզիկ Վիոլա ջրի ղեկավար կազմին կոֆելատեն։ Հեսա կասեմը չի։ Դթում Բոզզի տղեն եւ Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյան։ Իմասիրուն Սարոշկա հակերա, ատապալպալունա, անցեք երկուսով երկող։ Ահա, եւ մնացածը արդեն ստեղ են համապատասխան զանգերով, մանգերով կգնամ։ Մեկը մեկի հետևից։ Вся семья в сборе, Мивашкян.
Хорошо. Սկսենք։ Ես աշկովս ընկավ, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, ընկեր Աննա, իր ենթակայության տակ բացում է կամ բացել է արդեն փորձագիտական կենտրոն, դատա փորձագիտական կենտրոն։ Ես նայելով այս նորությունը, բնկարդալով, եմ ասում զվեզդա в շոկե։ Ես առաջ անգամ եմ այս եվրոպականացման ֆոնի վրա տեսնում, որ նախաքննական մարմինը իր ձեռքի տակ ունենա փորձագիտական կենտրոն։ Ու այդ փորձագիտական կենտրոնը բնականաբար պիտի ենթարկվի ընկեր Արգիշտին։ Եվ բնականաբար այդ փորձագիտական կենտրոնը կգրի այն, ինչ որ պետք է ընկեր Արգիշտին։ Պետք է գրեն, որ Պողոս Պողոսյանն է բռնաբարե Կարմիր խաչի մխիկի նավարին։ Ուրեմն կգրեն, որ այո Պողոս Պողոսյանն է, բայց կարող է բռնաբարողը Վարդան Ղուկասյանն է, չէ։ Պետք է գրել Պողոս Պողոսյան, զանգում են փորձագիտական կենտրոնին, ասում են, ասա որ Պողոս Պողոսյանի սպերմատոզոիդներն են հայտնաբերվել Կարմիր խաչիկի մխիկի հետ անցքի մեջ կամ մխիկի տղու են բանը նուպագազի օրինակը բերող տղու բերանի խորոչում հայտնաբերվել է խոսքի օրինակ Պողոս Պողոսյանի սպերմատոզոիդները եւ այլն։ Սենց աննորմալ օրենք, սենց աննորմալ երկիր, որը հլմ հայտարարում է մենք է թմենք Եվրոպա, Ամերիկա, էտոտեն դեմոկրատիայ, օրինական բանը պետություն եւ այլն, բայց բերում են քնչականի ենթակայության տակ, նախաքննական մարմնի ենթակայության տակ բացում են քրափորձագիտական կենտրոն։ Այդ դեպքում որ դա պիտի լինի անկախ հիմնարկ։ Չնայած երբեք Հայաստանում ոչ մեկ չեղե անկախ հիմնարկ, վարունակեն բոզի տղա շոթան, բայց եւ այնպես բոլեմենի իր ասած սուվերենությունը կար։ Հիմա մի հատ էլ Արգիշտնա իա համար բամբացը փորձագիտական։ Ես ասեցի արդեն ինչ հետևանքներ է դա ունենալու այս ժողովրդի համար։ Եվ ոչ մի հակաիշխանական, չգիտեմ, քաղաքական ուժ, քաղաքական գործիչ, պատգամավորնիկը եւ այլն ոչ մեկ չասում էսի չեք անում։ Ո՞ց ես դու բացում քո ենթակա երկու հատ կա ինչ ես ուզում, այգանդու։ Բայց իհարկե բարդակը բարդակի հետևից։ Ոնց ուզեն, ինչ ուզեն, գրեն, ջնջեն, մեջ ասեմ խտրեմ, հանցագործը սայր եւ վերջ։ Մի խոսքով այդ փորձագիտական կենտրոնը արգիշտ ես կողելու եմ քո ոռը, շուտ է ուշ։ Ես ուզում եմ որ դա դու անպայման իմանաս։ Ժողովուրդ օրաթերթը կայնի թագուհի ագառկա եւ ժողովուրդ օրաթերթի խմբագիր։ Ուրեմն հիմիկվանից ես ձեզ զգուշացնում եմ։ Եթե եւս մեկ անգամ ես տեսա ձեր մոտ թաքնված գովաստ Հայկ Մարությանը սեպտեմբերից անդիմությունից անկախ սկսելու է շարժում։ Հայկ Մարությանի տունն էլ ծծցնեն ալամ աշխարհը։ Գա մտնի Հայկ Մարությանի տուն, այնքան ծծցնեն մինչև 7 միլիարդ բնակիչը սպառվի։ Ձեր տուն ու տեղն էլ ծծցնեն, Հայկ Մարությանի լավը ալամը դնի շինի։ Հայկ Մարությանը ով է, որ մի հատ էլ շարժում է սկսեմ ընդդիմությունից անկախ։ Մթոմ ինչ էիր ուզում գրեիր ժողովուրդ օրաթերթ։ Մթոմ Հայկ Մարությանն էլ ասետրինա։ Հայկ Մարությանին ձեն են տվել ոչխար երևանցիները, ոչխար, ովքեր որ մտածել են, որ Հայկ Մարությանը ընդդիմություն է, Հայկ Մարությանը գնա մտնի հոկտեմբերյան, կիրովական, լենական եւ այլն մորը ծծնելու են լարեն։ Հայկ Մարությանը չի կարող մարզերում գոնե 1% ձայն հավաքի։ Ամեն մի մարզում։ Ոչխար երևանցիները, որ թվաց թե Հայկ Մարությանը ընդդիմություն է, Հայկ Մարությանյանից բան է ներկայացնում, Հայկ Մարությանը Հելելա Նիկոլիդե, ով է այդ կլոուն աղբի տղեն։
Նա դերասան էլ իրավունք չունի կոչվելու։ Ես խորին հարգանք ունեմ դերասանների նկատմամբ։ Դերասանի տեղը բեմն է։ Դուք պատկերացնում եք Ֆրունզիկը, Գալանովենցը, Սոսաքսյանը, գային մտնեն քաղաքականություն։ Նրանք առանց բեմ մեռնում էին։ Նրանք Գալանովենցը եկակին էր, բայց այդ մարդը այդ կինը թատրոնը չէր կարող թողնել։ Սոսաքսյանը մի ոտը այն աշխարհն էր, այն մարդը թատրոնից դուրս չէր գալի։ Ֆրունզիկը եւ այլն, ասիկան այդ մարդիկ մեծություններ են։ Ոնց կարող է բեմ, բանը դերասանը, բայց ուսուցիչ չի խաղը, թողնի բեմը, թատրոնը ու գամատի պորնի քաղաքականության մեջ։ Կոնկրետ Հայաստանի դեպքում։ Եւ մի մարդ, ով 5000 շի թույլտվություն ա տվել իա կարճ ղեկավարման ընթացքը, ագարկա կնիգը քաղաքապետարանը նստած ծծցնում էր։ Երևանցիները խափնվեցին, որ Հայկ Մարությանը ընդդիմություն ա։ Մի մարդ, որ կայնեմ ասում է, իմ երեխեքը կմեծանան, կորոշեն որտե ծառայեն։ Այ քեզի բան։ Մեկ ասում է երեխեքը ծնվել են Երևան, բայց փաստաթղթերով տենում ես Չեխիա։ Ով այդ բոզի տղեն։ Հայկ Մարությանը, եթե ուզում էր քաղաքապետ դառնար, այ ժողովուրդ գլխավոր խմբագիր, քեզ եմ ասում։ Տիկին, եթե ինքը նպատակ ունենար Երևանի քաղաքապետարանում փոփոխություն մտցնելու, Հայկ Մարությանը ոչ թե պիտի Վարդան Ղուկասյանին մի հատ վերահսկողական վարձություն տար, որը որ ասում է չէ դա մրցույթով է, Հայկ Մարությանը պիտի Վարդան Ղուկասյանին որ տար, որ դառնար Երևանի քաղաքապետ։ Ոչ թե ամեն ինչ բլեֆ ֆրցրեց, ամեն ինչ արեց, որ հանկարծ ինքը չդառնա քաղաքապետ։ Մնաս իսի պորնիկի ծնունդը։ Իմինջալոս, սա այդ մեկտեղ ուզում եմ դիմեմ այն մարդկանց, ովքեր շահագրգռված են սեպտեմբերին Սիսի մամային ու կնգան ծծցնելու, մենք եւս միանալու ենք Սիսիին մամային ծծցնելու process-ին, սիկտիր անելու, երկու ձեռով կողմեմ Սիսիին սիկտիր անելու, տնով տեղով ծծցնելու։ Իսկ եթե եւս մեկ անգամ որևիցե մի թերթ, որևիցե մի խմբագիր, որևիցե մի բան վեկալար այսպես թաքնված գովազդրին, որ այս ինչը չգիտեմ շարժումա սկսեմ, այն ինչը ես իմի չանը, այդ շարժումը բերելու եմ մտցնեմ ձեր տներով։ Ի գիտություն ձեզ։ Պարզա ժողովրդի թագուհուն ասես չասես, թագուհին վաստակավոր ագարկա է, թագուհին այնքան խեռացած է, որ Եկատերինան այդքան խեռ չի տեսե սաղյա կյանքի ընթացքում։ Հայկ Մարությանը շարժում է սկսում։ Հայկ Մարությանը թողնեց կողքնի ու շարժում սկսի, այդ պորնիկի ծնունդը։ Ես մի անգամ չէ, ուրա, մի անգամ չէ, երկու անգամ չէ արտահայտվել եմ, որ ինչ է նշանակում վնասով աշխատել։ Ես ասում եմ, ես լսում եմ։ Գոսունի Express Credit Bank գրել դրել ենք։ Մի հատ էլ դլոյա, այդ բանկի սեփականատերը, դլո, բառի ամենաբուն իմաստով դլո, նկարը Telegram դրած է, սենց բան հակելա, պենուարի նման շորը հակել եւ այլն։ Զարուհի Արզումանյան։ Կարավա բանը պետությանը ներկայացրել են, որ իրենք 330%-ով իրենց շահույթը նվազել է։ 330%-ով։ Բայց եթե ձեր շահույթը նվազել է, ինչի եք շարունակում գործել։ Ինչի պիտի բանկի շահույթ նվազելը ո՞րն է։ Չէ։ Դա ո՞րն է։ Որ հիմնարկությանը նայում ես, շահույթը վնասել է, շահույթը բիչել է, մենք շահութահարկ չենք վճարում եւ այլն եւ այլն։ Ու այսպես տարին տարվա հետևից ավելանում ու ավելանում ու ավելանում է։ Կոշկակարը վեկալի գրի, որ ինքը իա գործը վատացել է, հարկային է 50,000 անգամ այդ կոշկակարի գործնեությունը կստուգի։ Հդմայով, մդմայով, ով եկավ, ով մտավ, խփեց, չխփեց, էս արեց, այն արեց։ Բա ինքես Ռուստամ դուք չեք եթում չեք ստուգում Express Credit այս ընտանեկան բիզնեսը որ դրել են մարդ կնի քուր աղբեր մեր սա համասեփականատեր են ինչ է ստացվում ոնց է ստացվում որ ձեր շահույթը նվազում է այդ նվազումը փագեք գնացեք ինչ եք թողեբաց հիմիկվանից հայտարարում եմ որևիցե մի բիզնես գրեց տվեց որ իր շահույթը նվազել է հարկայինը պիտի այդ
բիզնեսին քրքրի, որ հասկանա նվազելա, թե ինչի է նվազել, վատ կառավարման արդյունքա, պետությունն է ձեզ խոչընդոտում, որ նվազելա, պատճառը ինչու՞մ է կայանում, որ նվազելա, գտնել մեղավորներին, ծծցնել փռել արևի տակ։ Այսպեսին պիտի լինի պետության մոտեցումը։ Ոչ թե նվազելա, ու ոչ մի շահութակ չկա, վերջում ասում են բյուջեն փող չկա։ Բյուջեն փող չլնելով հանդերձ, ոնց նայում ես Երևանի քաղաքապետարանը պետական ամեն ինչը ծածանում են բարիս ամենաբուն իմաստով Հայաստանի Հանրապետության բյուջեն, բայց ասում են բյուջեն փող չկա։ Հիմա կասեն Վարդան Ղուկասյանը խափնա։ Հիմա Վարդան Ղուկասյանը թուղթ ու թանակով տես մարդկանց տուն ու տեղը ծածանի։ Ոնց։ Հետ ենք դառնում։ Թուղթը դնեմ նոր։ Երևանի քաղաքապետարան Աննա Վարդապետյան, ագարկա։ Ես որ ասում եմ, ասում ինչի է, ասում ագարկա։ Ուր է այս թուղթը։ Պատզելիցայ, Տելեգրամ, Վարդան Ղուկասյան, խնդրեմ։ Ուրեմն Երևանի քաղաքապետ Բոզիս տղեն, որին մնացել է պաշտոնավարման երևի մի քանի ամիս, 0208-2024 թվական համար N 966A հրամանով գրեջնջելա գումար հատկացնելու մասին։ Մոտ 70 միլիոն դրամ Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 15 պլաստինգի համար, 15 պլաստինգ է զակած տվել Երևանի քաղաքապետարանը սիրված, նորացված ձայնագրություններով։ Հիմա հակակոռուպցիոն կոմիտե Սասուն Բոզի տղա։ Դուք հիմա պիտի Երևանի քաղաքապետին կանչեիք, ասեք մի հատ էլ բացատրի հասկանամ, 70 միլիոն դրամ Երևանի հարկատուների հաշվին, ինչ 15 հատ պլաստինկա ես դու զակած տվե նորացված երկերով, ինչ նորացված երկերի մասին է գնում խոսքը, այդ պլաստինկեքը մամայիդ դլոյի վրա պիտի դնես, թե ագարկա կնգատ դլոյի վրա պիտի դնես, երկեք ուզում լսեք, երկեք ուզում միացնեք, գրեք YouTube Վալա Սամվելյան, օրինակ, նորացված երկեր, ուրա, խնդրեմ, ուրա։ Հիմա ասենք ես ուզում եմ դնեմ միջոցառմա նորացված երկ, ուրա ես Բոզի տղա YouTube-ը, խոսքի, գրում ենք Վալա Սամվելյան, ես այդ կնգան սիրում եմ, Վալա Սամվելյան, շատ լավ կնիգա, խնդրեմ։ Երկեք ուզում դնեք, ինչ-որ մի բանի մասին, մտնում եք YouTube-ից քաշում եք, ձեր միջոցառումներն ինչն է, ինչ քակուտեք է, այդ ժամանակ դնում եք, 70 միլիոն դրամ, 70 միլիոն դրամ, ինչա դուրս գրվել, այս գեղեցիկ ծառերի ուրենիների տակ, Վալա Սամվելյանի երգը դնում ենք, հրաշք, աղբյուրի պես մաքուր, մի հոգի կա կյանքում, այդ նայի սերը երբեք չի պահում թաքուն, այդ մի հոգի աղբյուրի պես մաքուր իա խերը, դնի սիսի նավհարի բենի մեջ, ես ուրենիների տակ, ես հաճելի երաշտության տակ և ծսսնի, 70 միլիոն դրամ, Ռուզիկ դու ես երկը սիրում ես, չեմ յաթելը դու ես ինչպիսի կատարում, այսենց անսահման բարությամբ, վաղորդյան թարմությամբ, գագոն իա առնանդամը, դնի սիսի նավհարի բենի մեջ, չէ գագո, այսօր ես կեզ նավ տեղ եմ տանում, այսենց բոզի տղ է,
Վաղորդյան թարմություն, այդ էս գագոյի թարմ խեռը դնեմ սիսի նավարի բենի մեջ, այ բոզի տղեք 70 միլիոն դրամ, ու ոչ մեկ չասեմ ես ինչ եք անում, մալը տավո, ոչ մեկ չի ասեմ, դթում բոզի տղուն, գագո ասի հիշավ, հել է գնացել են օլիմպիադա, Français, Paris, parlez-vous, aujourd'hui de changer, հելա գնացել են Ֆրանսիա, մեր ժողովուրդը ուզում են տենան, թե մեր չիմպիոնները, ներողություն, մարզիկները, ինչպես են պայքարում մեդալի համար, տրանսլյացիա չկա, ասում եմ տրանսլյացիան ուրա, ես ուզում եմ տենամ մեր սպորտսմեններին, ուրա, տրանսլյացիա չկա, գումարը չեն փոխանցել, թուղթ ու թանակով փոխանցածա դթում բոզի տղեն, մթում փողը տվել են, որ տրանսլյացիան առներ, ցույց տան, հայերն էլ պիվա ռակ ուտեն խմեն, նայեն տենա, թե ոնց է սպիտակ արջը գորշ արջին ծծցնը, կամ հակառակը, բայց ոնց նայեն չկա, էֆիրն էմա փողերը կերել են, 6 միլիոն դոլար տվին են նարկամանին, գնաց կորավ, 70 միլիոն դրամ պլաստինգ են, օլիմպիական խաղերի վրա փողը դուրս են գրել, կողել են իրանց մամա, են նույն դթումնա, որը որ պերաշկու փող չուներ, էլ են ռեստորանը մա, գանդոնը պերերի վանը, Վարդան Ղուկասյանը էլ են ռեստորանի հետևն էր մնա, մի անգամ մտավել են ռեստորան, գները տեսավ, ասես խում դուք հոգեկան բոզի տղա չեք, այս ռեստորանը փակել է պետք, ասյու դուրս եկա, որ հլը պետական աշխատող է, ամեն ինչ ունի, իմ ձեռը չգնաց, էլ են ռեստորանում պերերի վանելու, բայց դթումս էլ են ու մա պերերի վանը, ինչ փողերով, խնդրեմ, ոչ մեկ չի ասում հանրային հեռուստատեսություն, ուրա օլիմպիական խաղերն ենք ուզեմ նայենք, ուզում ենք տենանք մեր մուսկուլներին, չկա, նեմա, ոչ օլիմպիական կոմիտեն է, դե օլիմպիական կոմիտեն Գագոն, ես հասկանում եմ, Ռուշչյանի հելին խոսա, Գագոյի փոխարեն խոսում եմ ես, որպես հեռուստադիտող, ուրա, էֆիրն ուրա, էֆիր չկա, փողերը կերել են, սենց բան չի եղել երբեք, որ հայ ժողովուրդը օլիմպիական խաղերը իա մարզիկների չկարանա նայի, չկարանա, ես ես դեպ չեմ հիշում, ես ասել եմ և նորից ասում եմ, են ձև ոնց որ ծսնեմ գրպմա կպն, չի ծսնեմ, չի գրպն ոչ մեկ, և կպը յուրականչուն աջակից էսոր, հանգիստ կարող ենք տվյալ մարդուն տալ բոզի տղու աչոտ, զանգ քաղաքացուն, Ալո, ալո բարև ձեզ, մենք ձեզ հետ ուղիղ եթերում ենք, ես հենց նոր խոսում էի կոռուպցիայից, թալանից և ալից և հիշեցի ձեզ, որպես Ղարաբաղի տեղահանված, որ դուք չեք կարողանում ստանալ պետությունից ձեզ հասանելի գումարները, նախ խնդրած կլնեմ ներկայանաք և ներկայացրեք ձեր բողոքը, տիկին. Ներկայանամ նախ և առաջ շնորհակալ եմ, որ կարողացա իբր միջոցով խնդիրը բարձրացնել, ներկայանամ հողվարանի։ Մի քիչ բարձր խոսեք։ Շատ շնորհակալ եմ, որ մեր եթեր եք տրամադրում, անչափ շնորհակալ եմ, ներկայանամ Հովհաննիսյանի Նեսար, հիմա լավ է, ում կարող եք ասել ջան։ Հա, մի քիչ խորքից է գալի ձեր ձայնը, բայց ասեք։ Ուրեմն մենք երկու անգամ տեղահանված քաղաքացիներ ենք, և 20 թվականին, և 23 թվականին, ուրեմն 23 թվականին մեր այս չեղած կառավարությունը Ներողություն, դուք նաուշնիկով եք խոսում։ Ոչ, պարոն Ղուկասյան ջան, հիմա լսվում է նորմալ։ Հիմա հա, դզվավ, դուք երկու անգամ տեղահանված եք, ասեք։ Այո, մենք երկու անգամ տեղահանված ենք, բայց քանի որ մենք բլոկադայի տարածամությունից վիրահատության ենթարկվենք, մենք այդ պատճառաբանությամբ եկանք Հայաստան ու այլևս ճանապարհը բլոկադան սկսվեց, մենք հետ չկարողացանք գնալ, այդ պատճառաբանությամբ, որ մենք այսպես ասած 9 ամիս սոված տարավ չենք մնացել Արցախում,
մեծ պետությունը 23 թվականի տեղահանված չի ճանաչեց։ Այսինքն մենք մնացինք միայն ճանաչված որպես 20 թվականի տեղահանված։ 20 թվականի ապրիլ ամսին օրենք են իբր ընդունում, որի հիման վրա 20 թվականի տեղահանվածները ևս կարող են օգտվել սոցաջակցություններից։ Ես ունեմ բազմաթիվ պետական տնիկով փաստաթղթեր, որ 2 անգամ տեղահանված եմ, ունեմ սոցիալ նախարարության կողմից տեղեկանք, որ ես 20 թվականի տեղահանված եմ եղել, ժամանակին օգտվել ենք բոլոր սոցաջակցություններից, բայց այսօր իրենք ֆուտբոլի գնդակի նման միասնական սոցիալ կառավարություններ փաստաթղթերը արդեն 4 ամիս մի կողմից տշում են մյուս կողմից։ Գիտեք, նաև դիմել եմ մի հատ չեղած անհայտացման կենթանի ունենք, որի շենքի վրա գրված է մարդու իրավունքների պաշտպան, որ սկզբից քիչ այրևում նոր ինքը 4 ամիս ավել է ես դիմում եմ իրեն, որ օգնի պաշտպանել իմ իրավունքները, չկա, տանը մարդ չկա, կառույց գոյություն չունի։ Ես ուզում եմ բարձրաձայնել ձեր միջոցով, որ Եվրոպայից, Ռուսաստանից, չգիտեմ որտեղից 20 թվականի տեղահանվածների անունով իրենք գումար են վերցնում, բայց ես գիտեմ բազմաթիվ 3-400 ընտանիքներ, մենակ ես գիտեմ, որ ոչ մեկ այդ աջակցությունից չի օգտվում։ Ես դիմել եմ, ասում է կառավարությունը որոշում է, քննարկում, ասում եմ, հարգելիս ի՞նչն է քննարկում, ասում է, դու ծնունդով Հայաստանից ես, այնտեղ եղել ես վերաբնակիչ, ասում եմ, խնդրում եմ ինձ ցույց տուր օրենքի կետ, որ Հայաստանի մարդը չի կարող Արցախից տեղահանված լինի։ Չկա, իրանք ուղղակի վերցնում են գումարները, ծածկադմփոց են անում, թե ծախսում են կարմիր բերետավորների վրա, լցնում մարդկանց գլխին։ Ես մի հատ բան եմ ուզում հասկանամ, շատ ներողություն։ Ինչ կապ ունի բլոկադայի ժամանակ դուք Արցախում եք գտնվել, թե Արցախից դուրս։ Դուք Արցախի բնակիչ եք, չէ՞։ Դուք այնտեղ գույք ունեք։ Դուք տուն, տեղ, ամեն ինչ թողել եք, դուրս եք եկել, ճիշտ է։ Այո։ Բա հիմա ասիկա ես հետ եմ ուզում հասկանալ, չէ, մի րոպե։ Չեք նստել այդտեղ։ Ես դες դա ասում եմ կառավարության առաջի հարկի նստող մի հատ չդաստիարակված կինկա, սոցիալ նախարարությունում, միասնական նույն բոլորը, ոնց որ շատ կներեք, ոնց որ ընդունարանի աշխատակից փնտրելու ժամանակ հայտարարություն տալի, ասեն, ինչքան անբարոյական կա, չգիտեմ, խուժան կա, իրանք վերեք նստացնենք առաջի հարկում, որ մարդկանց մի հատ չորով պատասխանեն ճանապարհեն։ Նույն սոցիալ նախարարի օգնական Տիգրան Խաչատրյանը տեղյակ է դրա մասին։ Դավիթ Խաչատրյանը տներեք, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղյակ է, միասնականի պետը տեղյակ է, սոցիալ մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանը ինչա, բոլորը տեղյակ են, 4 ամիսա քննարկում են, ես չգիտեմ ինչն են քննարկում։ Ես ուզում հասկանամ, դուք ինչ աջակցություն պիտի ստանաք, այսինքն պիտի գումար տան։ Այո, յուրաքանչյուր ընտանիքի անդամին, որ տալիս են իբր թե 40+10 աջակցություն, որը որ էտեր չեն տալիս։ Այդ 50,000-ներն է, մարդա 50,000։ Եվ իսկ այսինքն դուք 4 ամիսա այդ մարդա 50,000-ը չեք ստացել։ Բացարձակ ոչինչ չենք ստացել, ասում եմ դες ֆուտբոլի գնդակի նման։ Ուզում ես իրանք չգիտեմ, վատ բառապասարով խոսա, ուզում ես լավ մարդու իրավունքների պաշտպան պարոն Ղուկասյան, զանգում են, համարս տեսնում է, վերցնում Ալոյանում, անջատում է։ Ձեր բառապասարով են խոսում, արդեն գիտի, որ ես ձեր աջակիցն եմ, վերցնում Ալոյանում, հեռախոսը բերանից անջատում է։ Նույն կառավարության թեստիկը վերցնում է, տեսնում է, ես եմ տարբեր համարներից զանգում եմ, մի անգամից անջատում է, տես կարույց նեմ է, գոյություն չունի, չկա, փագեց ինես նոր տուն գնացին։ Ես որքանով հասկացա, դուք տվեցիք փոխվարչապետի անուն ազգանուն։ Տիգրան Խաչատրյանը, սոցիալի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, բոլորը տեղյակ են։ Ու ինչ է ասում ձեզ փոխվարչապետ բոզի տղեն։ Փոխվարչապետը այնքան չկա, պարոն Ղուկասյան, ասում է գնա դիմումս ներկայացրա կառավարության առաջի շեքում, չդաստիարակված տանը մնացած պարապտին կա։ Անդաստիարակի նման գնացել են դիմումս տան, մի հատ հիստերիկ նոպայ է բարձացի, ասում է դու 4 ամիսա մեր մոտ դիմում ունես, ասում եմ հարգելիս ես իրավունք ունեմ դիմում տալու, այնքան ինչքան ունեմ, մի հատ հիստերիկ նոպա բարձացել, չգիտեմ իրան շիզոֆրենիկի նման բարեց, ոչ ես դիմում չեմ վերցնում, ես չգիտեմ ինչ, ես ապշահար ուղղակի որպես կին թույլ
տվեցի ձեր բաղապաշարը իրար դիմանցը օգտագործել։ Շատ իզուր, իսկ այսպիսի մի հարց, քանի որ դուք առաջին մարդը չեք, որ զանգահարում եք մեզ, որ այդ 40 պլյուս 10, ասիկան այդ 50,000-ները չեք ստանում, տևական ժամանակա, ես սենց հարց տամ, ձեր միջավայրում շատ կան այդպիսի մարդիկ, որոնք որ այդ պետական օրենքով նախատեսված պետական աջակցությունը չեն ստանում, բայց հասարակությանը մատուցում են, որ մենք գումարները տալիս ենք։ Ես գիտեմ մոտավորապես 300-400 ընտանիքներ, պարոն Ղուկասյան, որ իրանք այդ գումարը պատճառաբանությունն է հետևյալն է։ Ձեր տվյալները չկա Արցախի օպերատիվ շտաբում, այն շտաբում, որը Նիկոլը իր դոտ կառավարության շնորհիվ լուծարել է, այդ ուսերին ա դրել միասնական ու սոցիալ-նախարարություն ու միասնականներ ուղղակի կոմպետ։ Մի րոպե, ինչ է նշանակում օպերատիվ շտաբում, դուք ցույց եք տալի ձեր անձնագիրը, ձեր գրանցումը, որ դուք Ղարաբաղի բնակիչ եք, ձեզ, չգիտեմ, սեփականության վկայական, էլ է դրանից ավել, ինքը ինչ է ուզում, ինչ օպերատիվ շտաբ։ Ես չգիտեմ, ցանկացած նորմալ իրավաբան, ես այդ փաստաթղթերը ցույց եմ տալիս, որի հնարավորությունը ես գումարը չունեմ իրան դիմելու։ Այդ մարդը ասում է, քեզ ուղղակի ապօրինի զրկում են քեզ հասանելի գումարից։ Ուղղակի ապօրինի։ Ես ցավում եմ։ Արցախից տրված անձնագիր եմ ցույց տալիս, ասում է, դա իմ համար կապ չունի, ասում է, կարող է դու վերցրել ես։ Հարգերից ես վերցրեցի աշխատանքային գրքույկը, զաքսի վկայականը, անձնագիրը, չգիտեմ, ծննդյան վկայականը, ամեն ինչը ես ապօրինի վերցրեցի, որտեղից վերցրեցի։ Հասկացա ես։ Կապ ունի, որ ես ծնունդով Հայաստանից եմ, ժամանակին, երբ որ ես այնտեղ ապրում աշխատում տուն էի գնում, այդ ժամանակ մինչև Արցախը տալը 20 թվականին ինձ ճանաչում էր, նույն սոցիալ-դպրոցի նախարար ինձ ճանաչում էր տեղանված, որի թուղթը ես կնիքով ունեմ։ Այսօր Արցախը տվեցին պրստան, всё դերները լվացին, ես դառա Հայաստանցի, չգիտեմ պարոն Ղուկասյան, միգուցե Ես հավաքվում եմ ձեզ բոլորիդ եւ հուսամ, որ Արցախի բոլոր տեղահանվածները ընտրության ժամանակ կայացնեն ճիշտ որոշում եւ ոչ մի կերպ ձայն չեն տա ոչ ռոբիկականներին, ոչ սերժականներին, ոչ նիկոլականներին, ոչ Հայկ Մարությանականներին եւ նմանատիպ այլ բոզի տղեկի։ Ես ձեր ասածին մի բան լրացնեմ, պարոն Ղուկասյան, ովքեր որ մոլի նիկոլական են, իրանք փաստաթղթերը մի 10 օրվա մեջ դասավորում են ինքը էշվանգից ստանում է, բայց երբ որ հասկանում են, որ դու Նիկոլին ու իր այդ անգրագետ թիմակիցներին ատելով ասում ես իրանք սևորն ես ուզում, իրանք քո փաստաթղթերը ուղղակի չեն նայում, ֆուտբոլի գնդակի նման կշում են մեկը մյուսին։ Գիտեք ինչ, ես խորհուրդ եմ տալիս ձեզ մի հատ վաղը նորից այցելեք, չնայած արձակուրդ ա գնացել, դա էլ արձակուրդ, պետք է ասեի սոցիալ նախարարի, բայց սոցիալ նախարարը եւս արձակուրդում է, բարդակ է երկրում, ես չգիտեմ ինչ ասեմ ձեզ։ Ես բազմիցս գնացել եմ, ես ճամբարակից բազմիցս անգամներ գնացել եմ այնտեղ, այդքան կիլոմետրով գնացել եմ, առաջի հարկի անդաստ իրանց Հասկացանք։ Եղավ, հասկացա ես ձեզ, Տիկին ջան, ձեզ համբերություն ձեզ, հաջողություն։ Նմանատիպ զանգեր մենք գրեթե ստանում ենք ամեն օր Արցախի տեղահանվածներից, որոնք որ արդեն մի քանի ամիս 2, 3, 4, 5 եւ այլն չեն ստանում իրենց հասանելիք մարդա 50,000-ական դրամները։ Եվ այս երևույթը շարունակում, այսինքն ստացել են, հիմա դադարեցվել է, կամ մեկու մեջ տվել են, չեն տվել, տվել են, չեմ տվել։ Ու սա ներկայացում է որպես բյուջեի վրա նստած ծախս, դրա համար էլ բյուջեում հələ տարին չենք փակել, 300 միլիոն դոլարից ավել ունենք դեֆիցիտ։ Կոռուպցիա Հայաստանում չկա։ Չկա, բայց ծսցնելա որ ծսցնում են։ Ուրեմն այսօր մեզ հետ իզարմանս ինձ կապի դուրս եկան վիոլա ջրից, այսպես ասած, պատկան մարդիկ, մեկ կուլտուրական անձնավորություններ։ Իմ համար զարմանալի էր, երբ որ ին WhatsApp-ի վրա զանգ եկավ, դες հետ ուզում եմ խոսել վիոլա ջրի X անձը։ Ասի օքեյ։ Մենք այն մարդը չենք, որ չխոսենք վիոլա ջրի հետ։ Ով եմ ես։ Խոսեցինք Բարտաստիճան Պաշտոնյայի հետ, ով ցանկացավ մնալ անհայտ։
հասկանալի բանը պայմաններով, պատճառներով։ Ես խոսելով Վիոլա ջրի ղեկավար կազմի ներկայացուցչի հետ հասկացա, որ Վիոլա ջուր հիմնարկը ամենայն հավանականությամբ հասկացել է, գցե բռնել է, ուսումնասիրել է Վարդան Ղուկասյանի ելույթները եւ հետեւություն կազմել է, որ չէ, Վարդան Ղուկասյանի գալու հավանականությունը օրորի ավելի ու ավելի է բարձրանում։ Իսկ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ գալու դեպքում Վիոլա ջուրը պետքա պետականացվի։ Հիմա ես ոնց հասկանում եմ, Վիոլա ջուրը հերավար ռազմավարություն է գծագրել, հիմիկվանից հարաբերություններ դզել Վարդան Ղուկասյանի հետ, որպեսզի ապագայում չունենա լուրջ խնդիրներ, որտեղ Վարդան Ղուկասյանը դա Նիկոլ Փաշինյան չի։ Գալուն պես սկսելու է 1937 թվի պլանով շարժվել։ Ուրեմն ես հիմա ձեզ հանրությանը այդ ուզում եմ ներկայացնեմ Վիոլա ջրի արդարացումները հաճախակի ջրանջատումների հետ կապված։ Նախ, ասում է պարոն Ղուկասյան, Երևանի տարածքում աշխատանքներ կատարելու համար 1 գծամետրի հետ կապված մենք քաղաքապետարին վճարում էինք 1000 դրամ։ Հիմա քաղաքապետարան բոզի տղեն 1 գծամետրի համար պահանջում է 10000 դրամ։ Այսինքն մենք տենդերը շահել ենք խոսքի օրինակ 5 միլիոնով, որ պիտի մենք 5 միլիոնով աշխատանք անենք, բայց հիմա բան փոխենք, տրուբա փոխենք։ Բայց հիմա այդ տրուբեկը մենք չենք փոխում, ոչ մի բան չենք անում, որովհետև քաղաքապետարան կոչված բոզի տղեն, ասում է մի գծամետրը պիտի 10000։ Նշանակում է, ես 5 միլիոնի մեջ չեմ տեղավորվում, ես պիտի 5 միլիոն 550 հազար խոսքի օրինակ ավել գումար ներդնեմ, որպեսզի խողովակ փոխեմ։ Ում գրպանից ներդնեմ։ Սա ասում է ջրի հետ կապված։ Ասում եմ, բայց ինչի՞ է տես որոշում կայացրել, ասում է, մենք չգիտենք։ Սիսիի խրը տենց հակային է։ Վերջ, Սիսիու Վազգենի քվոր։ Եվ դա է պատճառը, որ այդ երկու Վազգենի քոր Սիսիի հետ բոզի տղեկի պատճառով մենք չենք կարողանում խողովակները փոխենք, արդիականացնենք, այնտեղ թաղամասերի անուններ տվեց։ Սա մեկ, ասում եմ, хорошо։ Էսի մեկ ես լսեց, ասում է, դուք ո՞նց կանեք, ասում եմ, ես Վարդան Ղուկասյանի իշխանության դեպքում ես հանձնարարելու եմ Վիոլա ջրին։ Բայց ինձ ինչա քեզ պետք, որպեսզի Երևան քաղաքում այլևս ջրանջատումներ չլինեն։ Բեր ինձ ինչա քո ուզածը Վիոլա ջուր։ Դու բերում ես, ասում ես ինձ պետքա թուղթ գրիշ բամբաներկա։ Ես այդ թուղթ գրիշ բամբաներկեն քեզ տալիս եմ։ Դրանից հետո Երևան քաղաքում ջրերը գնացին, ես քո հետ ինչ եմ անում։ Ասում է պարոն Ղուկասյան, ձեր բարերով կուկուլալատու մամբա։ Սիսո, մենք էլ հասկացանք։ Հիմա անցանք առաջ։ Ասում է պարոն Ղուկասյան, ինչի՞ է ջուրը գնում։ Ջուրը կաչայիտ են կանամ պոմպերով։ Պոմպնել ուզում է հոսանք, նասոս։ Լուսը գնում է, պոմպը անջատվում է, ջուրը կայնում է։ Իտոգում խլեշաուտում Վիոլա ջուրը։ За что։ Լսում եմ, ասում եմ, կատարաբանություն համաձայն եմ ձեր հետ։ Ասում եմ, սիստեմատիկաբար հայ էլեկտրոցանցերը ժամերով, սուտկեքով, օրերով հոսակն անջատում են։ Հոսակն անջատում են, պոմպը չաշխատը, մենք ջուր չենք կարողանում մատակարարել։ Ինչ եք ուզում մեզանից։ Ստե Վիոլա ջուրը մեղավոր է, ասի ոչ, թե մեղավոր չի։ Անցնենք առաջ։ Վթարների հետ կապված։ Բերեց, մի քանի օրինակ նկարներով, բաներով սա ուղարկեցին։ Ասում է բարձրած կամազը, քարով, մարով, շինարական աղբով, գալիս է կանգնում է ձորի բերան, որի տակով գնում է մագիստրալը, շուռա տալի վերևից այդ քարերը, մարերը, ուղիղ մագիստրալի վրա։ Մագիստրալը տալի տրաքմա ջուրը մեջից, այդ հիմա գալիս ենք, որ մագիստրալը փոխենք, վթարը կամ բանանենք, բանից պարզում է այդ հողը, այդտեղով որ այդ մագիստրալը անցնում է։ Երևանի քաղաքապետարանը սեփականաշնորհել է Պողոս Պողոսյանին։ Պողոս Պողոսյանը ասում է, ես թույլ չեմ տալի, որ դուք մտնեք իմ հողի տարածք, ձեր վթարված տրուբեն սարքեք։ Ստիպված գնում է ժամանակ, միջև գնում ենք դատախազություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, դատախազություն, ազգային անվտանգություն եւ այլն, գալիս են համատեղ խումբը ղրգում են, ուժով գալի մտնում ենք այդ տարածք, դնում ենք մագիստրալը, վթարը փակում ենք, իսկ միջև այդ գնացին միլիոնավոր խորանարդ լիտրեր կորան, միջև ժամերը պետք, որ բանը թույլտվությունը գասում մի րոպե մագիստրալի վրի հողը ոնց են սեփականաշորել, հարց ասում է Երևանի քաղաքապետարանին եւ գնել Սանոսյան բոզի տղուն,
Գումարած դրան տարածքային կառավարման նախարար գնել Սանոսյան ամեն ինչ արվում է որպիսի մեր աշխատանքը խոչընդոտվի ասում մենք ուզում ենք դնենք հիդրոէլեկտրոկայաններ մագիստրալների վրա որպիսի մենք մեր հոսանքը ունենանք մենք էլ հոսանք չառնենք եթե հոսանքը անջատվում է մենք մեր հոսանքը ունենանք եւ դրանով ապահովենք պոմպերի աշխատանքը որպիսի ջուրը չանջատվի ոչ թույլ չեն տալի ասում են հիդրոէլեկտրոկայան ունենալու համար դու պիտի հողը սեփականաշնորհես կամ վարձակալես ուզում ենք նորից չեն տալի ասում եմ լավ բա ինչի ձեր ֆրանսիացի Միսյե Միշել Լեգրանը խոսքի օրինակ ֆրանսիական մինետով չի ծծցնում գնել Սանոսյանին եւ այլոնց Քարլրություն ասում է յանք կուլտուրական մարդ են ասանք առաջ ասում է պարոն Ղուկասյան բերեմ օրինակ Աբարանի վադավոդը, Աբարանից եկող այդ հաստ Ռուբեն, որը գալի մտնում է Երևան եւ սնում է ջրով, Զովունի 16 թաղամաս, Դավթաշեն, Եղվար, Սիլիկյան թաղամաս, Հաղթանակ թաղամաս, Փարաքյարի մի մասը, Նորաշեն, Քասախ եւ այլն։ Ասում է այդ Ռուբեն նախատեսված է եղել խոսքի 50,000 բնակչի համար, այ Զովունի 16 թաղամաս, բլա 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 50, տիվը բերում եմ բանով, հարաբերական Հիմա այդ թաղամասում, այդ շինարարական տենդը, որ սկսվել է, օրի շենք են գծում, բնակիչ բերում են, հիմա արդեն այդ 50,000-ի համար նախատեսված ջուրը պիտի մենք ջուր բերենք 150-200,000 բնակչի համար, իսկ այդ տրուբի ծավալները այդքան չեն, շինարարական կամպանիաները, ML Mining, Խերրիզ գլող եւ այլն, որոնք որ շինարարություն են անում, իրանք պիտի գնան այդ նույն Աբարանից թազա վադավոտ բերեն, որպեսզի կարողանան այդ նորակառույց շենքերին ջուր տան։ Հիմա ես ուզում եմ զգուշացնեմ, կոնկրետ ասում եմ ձեր միջոցով, զգուշացրեք բնակիչներին։ Համալիրի տակի թաղամասը, Երևան պարկի դիմացը, ես ոչ Երևան պարկ եմ տեսել, ոչ բան, իմ ժամանակ դա չի եղել։ Երևան պարկի դիմացը կառուցվել են նոր շենքեր, նորից եմ կրկնում։ Հիմիկվանից ասում զգուշացրեք, եւ սա միակը չի, որ հետո չասեն վիոլա ջուրը բոզի տղա է։ Ուշադիր լսեք, աթենչի է օգտակար լսել Վարդան Ղուկասյանի ելույթները։ Համալիրի տակի թաղամաս, Երևան պարկի դիմացը նոր շենքեր, այդտեղ ջուր չի լինելու։ Այդտեղ ջուր չկա։ Այսինքն վաղը, երբ որ շինարարը այդ շենքերը հանձնեց, ձեզ սիրելի բնակիչներ, ովքեր որ դե տուն եք առել, գնալու եք տան դռները բացեք, մեբելը դնեք մեջը, ուզենակ ձեռները լվանակ, բացում եք կրանքը, ջուր նեմա։ Չկա։ Հիմիկվանից զգուշացնում ենք, որ այդտեղ ջուր չկա, ասում այդտեղ պիտի գա Մաքրավանից, Հրազդանից, այդտեղի մագիստրալից պիտի գա, ջուր չկա, չի լինելու։ Այդ շենքերը ջուր չունեն։ Որովհետև այդ նորակառու շենքերը, որոնք վրա բն կառուցվում են, վիոլա ջուրը չի կարող ապահովել այդ շենքերին ջրով, չկա մագիստրալ։ Չկա։ Եվ երբ որ Վարդան Ղուկասյանն ասում էր, որ պետքա քանդել բոլոր այն նորակառույց շենքերը, որոնք որ կառուցվում են Երևանի կենտրոնում, նամանավանդ Արաբկիր եւ կենտրոն, շատերն ասում են, վայ, էս ինչ ասա, մենք յանձեն չենք տա։ Այդ ձեն մի տվեք, գնացեք առանց ջուր, քաքեք, շռեք, ցռեք, իրար բերան ապրեք։ Այդ բոլոր շենքերը, այդ նորակառույցները, սիրելի երևանցիներ, կառուցվում են ապօրինի։ Երևան սովետական միությունը, երբ որ մեզի սարքեց մարդ, հա, այն 20-ական թվականներին զոմբի, տգետ, անգրագետ ժողովրդից մարդ սարքեց եւ կրթական գրագիտության աճանը շինեց 100% անոց, չկար մի քաղաքացի, որը կրթություն չունենար։ Շնորհակալություն սովետական միություն։ Ինչ ուզում են թվասեն Ստալինին, բայց մարդ սարքեց։ Երևանը, Հայաստանը կոմունիստները սարքին։ Ժեխ էր Երևանը, մինչև կոմունիստները։ Մտեք նայեք, գյուղ աուլ։ Նրանք նախատեսել էին քաղաքը ըստ այդ բանը Տրուբեկի ծավալները, քանակը, տրամաչափը, ջրի մատը, ըստ բնակիչների քանակի։ Իսկ այսօր այնքան շենք են բերե կառուցել նույն կենտրոնում, նույն կոմիտասում, որ բնակիչների քանակը եռապատկեք դրա համար ծուսմա չենք հասցնում։ Դուք էլ դրած մեզ եք խլեշը։ Երբ որ ձեր օրոք
մեր պահանջները 2031 թվականին լրանում է վիոլա ջրի պայմանագրի ժամկետը։ Երբ որ ասում է ձեր օրոք մենք չենք կատարի մեր արժև դրած պարտականությունները, ձեր ահու, այն ժամանակ դու կարա գաք մեզ, վեկալեք տանեք, ո՞նց եք ասում, պարոն Ղուկասյան, մեր սեռը կփոխեք։ Քանի որ մենք խոսեցինք մի քանի բառ, նորմալ ես հասկացա, որ եթե վիոլա ջրին կանչեն, ասեն բեր քո ծրագիրը, բեր քո ուզածը ինչ ասում է, պիտի Նիկոլը սակագինը բարձրացներ, սակագինը չի բարձրացրել։ Մենք ձեր մեր խնդիրը չենք կարողանում կատարել, ասում եմ, ես էլ թույլ չեմ տալու, որ դուք ջրի սակագինը 200-ից շինեք 254։ Այն 54-ը պետությունը կսուբսիդավորի, բայց ջուրը պիտի մնա նույնը։ Բայց դուք ձեր առաջ դրած խնդիրը պետք է կատարեք։ Ես ինչ դուք իզնից ուզելու եք, ես ձեզ կտամ։ Բայց եթե դրանից հետո ջուր չեղավ, ես ձեր սեռը փոխելու եմ, ասում խնդիր չկա։ Իմ համար զարմանալի էր վիոլա ջրի զանգը, ներկայացուց չի։ Բայց եմ որ ասում լինենք օբյեկտիվ, ասում եմ հավքեք լրագրողներին լցեք դալիճ, ցույց տվեք, բացատրեք։ Ցույց տվեք քարտեզի վրա, որ շենքերը նորակառույց ջուր չեն ունենալու։ Մի առեք այ ժողովուրդ, մի առեք, կանգ առեք։ Այս շինարարը շենքը սարքն ծախում ձևը թողում թռնումա։ Հետո դուք ուր եք քակեք, որտեղ կլողնակ, իան կասայիցա չի անեմ։ Հետո ասում եք վիոլա ջուրն է մեղավոր։ Վիոլա ջուրը մեղավոր չի։ Ծավալ նեմա։ Հիմիկ բանից զգուշացրեցի։ Մի գնացեք այդ թաղամասերում տուն մի առեք։ Կամ իշև տուն առալ մի հատ հետարկրեք, դա ջուր կա թե չէ։ Գնացեք ձեր ջերով կրանտը բացեք։ Ես անտեր Երևանը խոմ պես ռազմեր չի։ Ուրայն բանը տերտեր գյոթը։ Հելը ընգելա հիմա էլ գնաց է Դավթաշեն։ Դավթաշենի ժողովուրդ։ Երեք ցելի սուտկա բան չունեք, լույս չունեք։ Բա հելեք այդ տերտերին ասա Աստծո լույսը իշնի ագարկա նաֆարիդ վրեն։ Բա հե այտենց հավքի ժողովրդին այդ շարֆերով գնացեք էլեկտրոցանց Դավթաշենի ժողովուրդ։ Եվ առասարակ հիմա էլ բան կենտոնում լույս չկա։ Թումանյան, Սայատնովա եւ այլն։ Ասեք, ու այդ ուրա լույսերը։ Ջրի հարցով հասկացանք, խի ջուր չկա, բայց խի լույս չկա, դրա բանը պատասխանը երևի սա մեկ չտու կտա տաշիր սամո։ Ուրեմն Բագրատը կողը դրած մանատալը մի հատ ղախպի։ Մի րոպե նկարները դնեմ դուր։ Ուրա։ Մի րոպե, սա մեկ։ Սա դնենք, որոշ հետո։ Սա երկուս։ Սա երեք։ Սա չորս։ Սա էլ հինգ։ Մտնենք տելեգրամ։ Ուրա հեսա։ 1, 2, 3, 4, 5 Դրեցի, հիմա կարող եմ խոսել։ Ուրեմն Բագրատ Սրբազանի կողը կանգնած է այս երիտասարդը։ Արաս Բաղդասարյան, այս սև մայկով։ Բագրատը գովաբանը, Բագրատն էլ իան։ Ասմա Երևանի քաղաքապետարանը Սիսիբոզի տղեն Արաս Բաղդասարյանին հետապնդմա, որովհետև Արաս Բաղդասարյանը սատարմա բգոին։ Ախրել եմ տեսեք ով ումա սատարը։ Ով է Արաս Բաղդասարյանը։ Ովքեր որ մոռացել են հիշացնեն, այսինքն ովքեր են կանգնած հիմա Բագրատի կողը։ Արաս Բաղդասարյանը 2013 թվականին կողմ էր տրանսպորտի թանկացմանը, ով չի հիշում, ասում էր այո, տրանսպորտը պիտի թանկանա։ Էսի մեկ։ Արաս Բաղդասարյանը Տարոն Մարգարյանի սանիկն է, ով քաղաքապետարանում աշխատելով մի օրվա մեջ որոշում կայացրեցին, որ 3000 գովազդային վահանակներ Երևան քաղաքում պիտի հանվեն։
այդ գովազդային վահանակները այտենց չեն նայվում, քխեն։ Այդ 3000 գովազդային վահանակները հանվեցին ռեկլամի շթերը։ Եվ նույն Արաս Բաղդասարյանը սկսեց այդ նույն վահանակների տեղը խփել իա վահանակով XYZ կամպանիաների գովազդը, բիզնես։ Հիմա նույնը անում է Երևանի քաղաքապետարանը, ասում է մենք պիտի հանենք Արաս Բաղդասարյանի գովազդային վահանակները, սիկտիր անենք։ Ժողովուրդն էլ ասում է վայ, Երևանի քաղաքապետարանը ընկել է այս խեղճ տղու հետևից, ինչա թե որ գնացեք կանգնելա տերտեր բոզի տղու կողը։ Չնայած տերտեր բոզի տղան էլ Էլիաս բոզի տղեն է։ Ուրեմն հիմա մի փոքր ինֆորմացիա Արաս Բաղդասարյանի վերաբերյալ։ Ով է Արաս Բաղդասարյանի աները։ Վերմիշան Վահագն, Վերմիշան Վահագն քաղաքաշինության կոմիտեի նախագահ է եղել նշանակված Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այնպես քաղաքաշինության կոմիտեի նախագահ էր, որ ծածրեց քաղաքաշինության կոմիտեին, Նիկոլ Փաշինյանն կանգնեց ասեց սա անձնական վիրավորանք է ինձ, բարերը կտրած տելեգրամ դրած է, որ ոչ մի աղբի տղա չասի, այդպես բան չկա։ Գրուկ, պեչատուկ, տեղադրուկ Նիկոլի բարերը Վերմիշանի քրական հետապնդման որոշումը ամեն ինչը։ Կաշառակերության 8 էպիզոդ 250 միլիոն դրամի ապօրինի գույք, փողերի լվացում, մորմշ ընկեր Արաս Բաղդասարյանի աները ծածրել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, կաշառքներով, փողերի լվացումով, ապօրինի գույքով, ամեն ինչով։ Քրական գործնել հարուցին Նիկոլին ասել է, Նիկոլն ասում էր, անձնական վիրավորանք հասցրել, Պորնիկ Աննա Բաղդասարյան ստելսի, Վարդապետյան ստելսի։ Հիմա առաջանում է հարց։ Աներ Վերմիշան Վահագն, ով կաշառքի 8 էպիզոդով, 250 միլիոն դրամ ապօրինի գույքով, փողերի լվացումով, դատվավ թե չդատվավ, ոչ, չդատվավ, տանը նստած ձվերն է քորը, իբրև դատվեր, դատական պրոցեսեր էտեմ, դատին, իհարկե ոչ, էդի որ հասկանակ, որ նախկին ներկա նույն պորնեկի ծնուններն էր, ես որ եսքան ասում եմ, տվին պատիժը 8 տարի, դատանը վճիր կարդաց, ազատազրկել, ինչա, Վերմիշյան Վահագին 8 տարով, 8 տարի ծսնեմ ես քեզ Աննա Վարդապետյան եւ ձեր համակարգը մի տարի 8 վայրկյան Վերմիշյանը բերդում չնստեց հետարքիրա ինչ եղավ այդ մարդու դատավճիռը ինչի իկատար չի ածվել Գասպարյան Վովայի փաստաբանը ջրեց անցավ Վերմիշյան Մեսուտ մարդ Դաշե Սիսին ասամա այդպես ինչա պայմանավորվի սրա հետ Գնացեք այդ բանը շթերը հանեք, չէ՞։ Հիմա որ ինչ անեն, ոնց հանեն, որ այդ գովազդային վահանակների հանել դնելու process-ը այտենց ժողովրդի համար աշկապոցի, բգոն հայտարել է, որ այս խեշ տղուն հետապնդում են, բիզնեսին խփում են, որովհետև ինքը մեծ քալել է։ Հիմա Արաս Բաղդասարյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին։ Ուշադիր Հիմա շատերը կասեն, ինչ հախոսում է վայ, դոգը մուտի տանը, Արաս Բաղդասարյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին, հիմա դոգը բախտնալյուղ չի, բայց դոգը հեռատես է, ու իմեկվանից ասում եմ, ինչա լինելու, ինչ են պայմանավորվել Սիսին, Դադարանը և բանը, Տարոն Արաս Բաղդասարյանը Սկզբում ես ասեցի, չէ, որ Տարոն Մարգարյանի սանիգն է Արաս Բաղդասարյանը, հիմա, քանի որ Արաս Բաղդասարյանը դատի է տվել, պիտի գնա դատական պրոցես, ինչպես է դա ավարտվելու, դատական պրոցեսը ավարտվելու է Արաս Բաղդասարյանի հաղթանակով, գումարած դրան Երևանի քաղաքապետարանը պետք է իրականացնի վնասի փոխհատուցում Արաս Բաղդասարյանին, այսինքն Երևանի քաղաքացիների հարկատուների հաշվին հարստացնում ենք, իբր թե պիտի պատժեին, բայց իտոգում հարստացնում են Արաս Բաղդասարյանին, գովազդային շթերով, ինքը դատը հաղթում է, գովազդային շթերը հետ են վերադառնում, գումարած պետությունը փոխհատուցում է տալի կամպանիային, գովազդային շթերը անժամանակ հանելու համար։ Իսկ
ով պիտի Երևանի քաղաքապետարանի անունից դեմ դուրս գա Արազ Բաղդասարյանին։ Ով պիտի պաշտպանի Երևանի քաղաքապետարանի հայց այսպես ասած պատասխանող կողմն ով ալնելու սիրով մեկնաբանում եմ իրավաբանական Երևան քաղաքի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը։ Այսինքն Քավոր Սանիկ ներողություն որ մենք տարբեր ենք Տարոնիկ Մարգարյանը Տարոն Մարգարյանի հորողբոր տղեն հարգելի ժողովուրդ Տարոն Մարգարյանի նախկին քաղաքապետ հորողբոր տղեն հիմա Երևան քաղաքի իրավաբանական վարչության պետն է Տարոնիկ Մարգարյանը բնականաբար Տարոնիկ Մարգարյանը ամեն ինչ անելու է որպեսզի կրվի Երևանի քաղաքապետարանը եւ Արազ Բաղդասարյանը համ գովազդային շթերը կվերականգնի, համ փողը կքաշի Երևանի քաղաքապետարանից կկիսվեն իրար մեջ, համ էլ անասուն հանրությանը ցույց կտա կասեն, բա, տեսակ, գնացի կայնա Բագրատի կողը ընկան հետևիցս շթերը հանեցին, բայց դատարանով ես արդարությունը վերականգնեցի։ Դա։ Ու ես միամիտ ժողովուրդներ պիտի ասի, не может быть, ինչ ասում Իբր թե ինֆորմացիա ուզում ղրգի, ասում է Արազը Տարոնի Սանիկն է, գիտենք, տղա ջան, գիտենք, դրա մասին ենք խոսում։ Հանգիստ է։ Ու այս գանդոնը հելելա Բագրատի հետ քայլումա, այն ժողովուրդն էլ վնուշատ են արել, թե բանա ընդդիմությունն է քայլում Բագրատի հետ։ Ախր հարգելի ժողովուրդ, հարգելի երիտասարդներ, այն որ այսօր մի բանը բարձրախոսը վեկալ ընկել եք քուչա, ասում եք դավթաժեն ես որ շենքի այ թե եկեք սրբազանը հավաքվում է։ Ես ծծցնեմ ձեր սրբազանին։ Ձեր սրբազանը ամսի 9-ին մայիսի 60,000 մարդ 50,000 60,000 հավքեց հանրապետության հրապարակ։ Ասացել եք սիկտիրեղիկ տներով։ Դրանից հետո 30,000, 20,000, 15,000 բոլորին ասեց սիկտիրեղիկ տներով։ Հետո շինես 12,000 տարավ ազգային ժողով դրին ծեցին ջարդին կեսին ղրգին բերդ կեսին հիվանդանոց որ մեկին տարավ պերեդաչի որ մեկին գնաց տեսակցության որ մեկին տրամադրեց փաստաբան ասма չանեիք խոնդուկ լավ այսքանից հետո սել ժողովուրդ դուք շուտ Բագրատի հետ հույսեր եք կապում հա ով է Բագրատ Բոզի տղեն Սերժա Ռոբիկական ղախպի ծնունդ, որոնք սրան որպես մարիոնետկա հանել են գցել են մեդան։ Ինչ է լավ Կիրանցը, ով հանձնեց Կիրանցը, Բագրատը։ Ձեզ խափես բերեց Երևան Կիրանցը հանձնեց, վերջում ասենք մեզ միացավ Նազանի Հովանեսյանը։ Նազանի Հովանեսյանի տախտական մաս դլոն դնի Բագրատի բենի մեջ։ Հիմա էլ էս յակողը, մթոն պատերպև շիա։ Երևանի քաղաքապետան էլ է բիզնեսին խփամա։ Տեսեք։ Բայց ոնց մեկ չասում այդ բիզնեսը դու ոնց ստեղծիր այդ գովազդները։ Մի օրվա մեջ 3000 վահանականեք տապիկ դուրս։ Եվ ով է գալու քո դեմ դատարանում կռվելու քո Սանիկը։ Դուք ես ժողովրդին լրիվ դրել եք արա ոչխարի տեղ։ Հա չլի Վարդան Ղուկասյան ինչ ուզում եք արեք։ Բայց կա Վարդան Ղուկասյան։ Ու ձեր բոզի տղությունները այսպես սիստեմատիկաբար բացահայտ տմա։ Ղախպի տղեկ։ Ոնց որ են ավականու անդամ Հայկ Միրզոյան, քպական բոզի տղա։ Կնիկը Վալյա Մարտիկի Ապրեսյան, համ աշխատում է Հոֆում, համ աշխատում է Երևանի քաղաքապետարանում։ Ու գործի չգալով երկու տեղից էլ աշխատավարձաստանը։ Նորից ում հաշվին, հարկատուների հաշվին։ Կոռուպցիա կա, սասուն նավարի ծսցնեն, փեսուտ ենքան ծսցնեն, որ փեսետ դառնա տրանսգենդեր։ Փեսուտ իշքան Երևան քաղաքում անուշ ապեր կա, ես ասեմ, ես կամաց մտնում եմ ձեր տուն, նկարներով, բաներով սաղ տնելու եմ, փեսուտ սաղ ծսցնեն, քո փեսեն պիտի սնվի միայն սպերմատազոիդներով, միայն, կամ պիտի բաժանվի քո ագարկա աղջկանից, ես բաժանելու եմ, չէ, ու եմ թոքո փեսենը չնեղանա, որ տնով տեղով ընտանիքով շինելու եմ համաշխարհային պոռնոզվեզդա։ 3 միլիոն դրամ ստացել է Երևանի քաղաքապետարանից, մթոմիկ համ հոֆում աշխատում երկու տեղ։
Էս սրա ագարկա կնիկը վալնա մարտիկի ապրեսիան։ Համ բան քաղաքապետը։ Բայց գործը չի գալի, ոչ ընդ։ Մեկ էլ հարց, ինձնից հետարքիր է բգոն, որ կուսակցությունով է մասնակցելու ընտրություններին, ինձ հենց էդի հուզան։ Եթե պիտի մասնակցի, որ կուսակցությունով, դաշնակներով, ռոբիկականներով, սերժականներով, որով այդ ոչ տերտեր, ոչ քաղաքական գործիչ բոզի տղեն մասնակցելու ընտրություններին։ Ուր այստեղ մեկը կար։ Ուրեմն Battery 100%. Connected to Galaxy S22 Ultra and Redmi Note 10S. Շենգավիթի ոստիկանությունարությունը։ Ալո, բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Բարև ձեզ։ Խնդրում եմ մի հատ բան ընդունեք, ահազանգ, հա։ Ասեք լսում եք։ Ուրեմն ներքին Շենգավիթ 11 փողոց, երկրորդ նրբանցք։ Այո։ Կոչվում է ցածի բարակ, ինչ-որ տեղամաս, այդպես է կոչվում։ Ցածի բարակ։ Հա, ցածի բարակ տեղամաս է կոչվում դա։ Ուրեմն այդտեղ կան բնակիչներ Մարգարյան Սարգիս եւ Նվեր։ Մարգարյան Սարգիսը եւ Նվերը աշխատացնում են արտադրամաս բնակելի տների արանքում 2020 թվականից։ Արտադրում են ցելոֆան եւ պենոպլաստ, ինչպես նաեւ։ Բազմաթիվ զանգեր են եղել 102, որ արտադրված տեղամասը արտադրում է թունավոր օդ, ծուղ, բան, այդ ժողովուրդը խեղդվում են։ Ձեր թաղայինը մի քանի անգամ եկել է, ոչ մի հետևություն չի արել, վերաբերմունքը վերցրել, գնացել է ըստ բնակ չի։ Ուրեմն ու այս անձը, չգիտեմ, դա ձեզ է երևակայ վերաբերվում նաև, որ ունի երկու տղա, երկու տղեկն էլ գտնվում են Եվրոպայում խուսափելով պարտադիր զինվորական ծառայությունից։ Հիմա այս արտադրամասը գործում է ապօրինի, չունի ոչ մի բան թույլտվություն, ոչ մի բան, ոչ հարկային, ոչ մաքսային, այդ ծուխն էլ թունավորում է ժողովրդին։ Շենգավիթի ոստիկանությունը մտադիր է արդյոք հետևություններ անել այս իրավիճակից, թե ոչ։ Ահազանգողի անուն ազգանունը գրեք Վարդան Ղուկասյան։ Այո։ Այսքանը, շնորհակալություն։ Հրազդան գտնված։ Ահա։ Այսինքն այս հասցեում դրել են արտադրում են եսեմ ինչ խառ, պենոպլաստ, մելով այդ ծուխը թունավորում է այդ սաղ թաղամասը։ Ու Սերժ Սարգսյանի աջակիցներն են սրանք, որոնք որ հենց այն ժամանակվան ասած 5000 դրամով ձեն են առել։ Տղեկին էլ Հայաստանից տարել է։ Եվրոպաները ընդեն արդեն։ Ինչի գնան բանակ ծառային, ում համար բանակ ծառային։ Ու դրած ժողովրդին թունավորում է։ Շնգավիթի ոստիկանությունը ես հուսով եմ հետևություններ կանի ոստիկանապետը եւ չի ցանկանա, որ մեր հարաբերությունները լարվեն։ Մարգարյան Սարգիս եւ Նվեր ծծցնել։ Քանի որ գնաց խոսք բանակ ծառայելու մասին, ես ուզում եմ հարց տամ Ռուզիկ Քոմարթուն, Սերան Մուշեղիչ։ Ասացեք խնդրեմ, ուրա ձեր որդին։ Նախ ուրա Մուշեղիկը, ինչի բանակում չի։ Ուրա ձեր ավակ որդին, առաջի կնգա որդին, չար լեզուներն ասում են, որ ձեր մեծ տղան գտնվում է տնային կալանքի մեջ,
եւ հանուն այդ ձեր երկու տղեկի դուք դարել եք չմո ընկեր Սեյրան Մուշեղի, ես ուղղակի հադուկով եմ խոսում, որովհետեւ ես ձեր աֆիցերն եմ եղել եւ ծառայել եմ ձեր ենթակայության տակ, դուք եղել եք իմ պաշտպանության նախարարը, ես իրավունքը դեռ սուբորդինացիայի պահում եմ, բայց ես ուզում եմ հասկանամ, ուրա մեր որդին, Մուշեղը, ինչի մեր Մուշեղը բանակում չի, Connected to Galaxy S22 Ultra. մեր րոպե, Connected to Redmi Note 10S. դու պաշտպանության նախարար ես եղել, գեներալ գնդապետ, ուրա քո տղեն, ինչի բանա, մի գեներալ գնդապետ դու ես, մի գեներալ գնդապետ Գասպարյան Վովանա, ոչ Գասպարյան Վովայի տղենաբանակում, ոչ քո տղենաբանակում, ոչ Արշակ Հակոբյանի տղենաբանակում, կապիտան Թադևոսյան, բարև ձեզ, մայոր Ղուկասյան, խնդրում եմ ընդունեք ահազանգ, Ասեք, Օհանյան Մուշեղ Սեյրանի, մեր նախկին պաշտպանության նախարարի տղեն է, դուք Սեյրան Մուշեղի ժամանակ ծառայել եք, չէ՞, եթե կապիտան եք, այո, ահա, ուրեմն ձեր մածանում գրեք, բան այդ ահազանգը բանարեք, փոխանցեք օպեր գծով տեղակալին, թող մի հատ գնան բանա պարզենք, թե ինչի մեր նախկին Գյոզալն պաշտպանության նախարար Սեյրան Մուշեղիչի որդին չի ծառայում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, կեղծ բժշկական փաստաթղթերով իբր հիվանդ ազատված է պարտադիր զինվորական ծառայությունից, այսքանը, շնորհակալություն, բարի ծառայություն, եթե ու այս մարդիկ, սիրելի ժողովուրդ, խոսում են բանակից, խոսում են Արցախից, մի րոպե, խոսում են հայրենիքից եւ նմանատիպ այլ երևույթներից, բայց առաջանում է հարց, պաշտպանության, եթե գեներալ գնդապետի, պաշտպանության նախարարի որդին է ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, այն բանվորի, Ռամիկի, գյուղացու երեխուն ես ինչ ասեմ, լավ, այս բոզի տղությունը երբ է ավարտվելու, երբ եք սկսելու դուք ձեր երեխեքին, ընկեր գեներալ գնդապետներ, գեներալ գնդապետ Գասպարյան, գեներալ գնդապետ Օհանյան եւ այլն, վերցնեք տանեք բանակ, ձեր սարքած բանակը, դրա համար էլ Սեյրան Մուշեղիչին ինձ պոզայով ուզում ծծցնում են ազգային ժողովում, ով ուզի, եթե անկարծ մի հատ բերանը բացեց, տեղում կտանեն բանակ, մի տեղում կտանեն բերդ, քանի որ գնաց խոսք բանակից, ուրեմն այս շաբաթ հարսնակար ռեստորանային համալիրում տեղի է ունենալու մկրտման քեֆ ուրախություն, Արշակ Հակոբյանի թոռները պիտի մկրտվեն, կնունք, Մասիսի քաղաքապետ Դավիթի երեխեքը, հրավիրվածների քանակն է 900 հոգի, մամուլը գրել էր 1000, մենք հստակեցնենք 900 հոգի, հիմա առաջանում է հարց Աննա Վարդապետյանին, Արշակ Հակոբյանը մեղադրվում է բավականին լուրջ հոդվածներով, փողերի լվացում եւ այլն, նարկոտիկ, տուդա-սուդա, ինչ հետաքրքիր բան ասում, տեսեք, երկրի նախագահան Մաքուրա Սերժ Սարգսյանը, մաքուր, ստերիլ մարդ, մի հատ բմբուլ վրեն չկտան, բայց Սերժի ժամանակ պաշտոնավարող իա MVD-ի մինիստրի վարորդը Արշակ Հակոբյանը օլիգարխ է, ու այն պատանի երկրապաների մոտ հարց չառաջանում, ոնց հաստատում, սաղ թալանել են, բացի Սերժ Սարգսյանից, եթե սաղ կարացել են թալանեն, բացի Սերժ Սարգսյանից, կամ Սերժ Սարգսյանն ա եղել չմո բոզի տղա, կամ Սերժ Սարգսյանի Դաբրոյով ա եղել, երկու դեպքում էին Սերժ Սարգսյանը բոզի տղա է,
Հիմա այս մարդը արշակը այս շաբաթ կիրակյա երբ պիտի գնա նստի հարսնակար ու մկրտի իա իմբիցիլ թորներին Տիգինարուս ինչպես եք Տիգինարուս ես ուզում եմ իմանամ այկնիկ դու ոնց ես զիմալ ես դու էլ պիտի գնաս ես ուզում եմ տենամ քո ագարկա հարսն էդ ինչ անելու այկնիկ դու քո հարսի հետ միևնույն սեղանի վրա ես նստելու չնստես երբեք չնստես դու կուլտուրական կնիկ ես Աննա Վարդապետյան Արշակ Հակոբյանը դեմից հանի կողիկ տնային կալանքից է բրծավ հիմա այդ ինչ է լավ այդ փողերի լվացումը այդ միլիոնները այդ որ ինքը լնելով ընդամենը ящики ռուլ բռնող այդ ցելի արեշը մռոյով թաղմասրահով բանով հյուրանոցներով ռեստորաններով օբյեկտներով որ վեկալ է սա Երևանի մեջ ունի ինչ է լավ այա գարկա հիմա էլ տանումա իմբիցիլ թորներին ակնկամ հարցնեմ մեծ ռուբոն ծսնի թորներիդ արշակ ոչ արշակի տղեն բանակ գնաց էնել էր հիվանդա արշակի տղեն հիվանդա բայց կարման կնիկ շինի ոչ արշակս դատվա ոչ օբյեկտները ձեռից խլեցին մինչև հիմա մռոն եկա մռոյի մեջի ճաշարանները ավտոկայանատեղիները պարկովկեքը քսերոքսները լրիվ արշակիննա լրիվ բայց տեղի ունեցել հեղափոխություն կոռուպցիայի դեմ պայքար կոպեկ հետ են տալու պոռնիկի ծնունդը մեկ այսօր հարցի բարձրացնեմ բայց այդ արշակի 8 միլիոնանոց համարները տունը տեղը վիլեկը վերջ է ձեռից արակ Աննա Վարդապետյան արշակը մամատ քունի ձեռից արար այ պոռնիկ ոչ հիմա էլ արշակը կնուն քանեմ 900 հոգու բերեմ լցում ու ոչ մեկ հարց չի տալի Մասիսի քաղաքապետ այս 900 հոգու պիտի բերես բթես գումարը որտեղից դու քաղաքապետ ես Արշակ Հակոբյան գույքդ որտեղ ախր նայեք քպական բոզի տղեկ նայեք Սեր Սարգսյանին սատարող անուղեղ բոզի տղեկ եւ միամիտ ժողովուրդ նայեք Ուրիշ բան չեմ ասեմ Վովայի շոֆեր Պոռնիկի տղա բոզի տղա Արշակ Հակոբյան մի հատ գույք ձեռից խլիկ Են թաղման տեղը թորների դագաղը տնեմ Արշակ Այդ սաղ Դավիթի տերեխեքի Են Սուլթան Սուլեյման կինոյի նման դագաղները այս են սև դագաղներով դնեմ Այդ մուսուլմանական թուրքական եկնել միասին սկրիպկա Իբրագիմա ուրա որովհետև այդտեղ պատարակ էլ չպիտի լինի հրտենամ կարում եմ գտնեմ ես քո թորներին ծսնեմ բոզի տղա ուրա թուրքական երկի տակ եմ ես քո տունը քունելու Ես էր չէ Չարեսի երկար էր ու գլխավոր դատախազությունը քրական գործեր, հատորներ, շոուներ, թատրոններ, Արշակ Հակոբյան, թալանել ամբողջ Հայաստանի Հանրապետությունը թաղեց նարկոտիկի մեջ։ Ալան թալանով, մարդկանց առևանգելով, խոշտանգելով, գյուլելով, գնդակահարելով, դատելով, այս բոզի տղեն ինչ ասեց արեց, հիմա այս շաբաթ օրը նեմեզ ռուբոյի հարսնակարում, նեմեզ ռուբոն ծսնի հարսիկ իրականացնում է գնունք։ Այս երկի տակ, այս հաճելի երաշտությունը ազգություն չի ճանաչում։ Այդ քո արեշի տնից, այդ սաղ թորների դագաղները, սև դագաղներով, սև թախման բյուրոյով, այս հենց հատ, են Մարֆա Վասիլևնան են շորը հակած երեսները ճանգռելով, այդ սաղի դագաղները տանեն դնեն բան։ Այդ քո այդ Կարմից թաղման բյուրոյա թաղման սրայա այդ ռեստորան, այս երկի տակ, բոզի տաղա,
Առաջինը պիտի դուրս գա Սաքուլիկի դագաղը, հետո թորներից։ Վերջում էլ Աննա Վարդապետյանի դագաղը։ Արշակը մամատ քունի Աննա Վարդապետյան։ Ինչքան կարելի է մարդկանց ձեռ առնել, ինչքան կարելի է մարդկանց տանել գժի տեղ։ Ուր այս բազի տղեխի բերդում չի։ Բակալուն քանեմ։ Այս ես դագաղները, ծաղիկները շախ տալով, թորների լսում ես արշակ, մամատ քունեմ արշակ։ Բազի տղա։ Դու պիտի սես դագաղից դագաղ վար, ես հետ օրը կեզ խոստանում եմ։ Դու քո թորների թաղումը պիտի տենաս։ Դու պիտի դագաղից դագաղ կծվես, դագաղից դագաղ կծվես, չի մնաց որի վրեն լացես։ Այդ հետև ես քո ցեղը վերացնելու եմ։ Օսմանյան կասրությանը յետեք ես տալու դու։ Դու մնալու ես առանջառակ, սաղ ցեղդ մորթազերծելու եմ, թաղեմ եթան, ու մենակ մնալու ես դու։ Կգնաս կբողոքես եվրոպական դատարանները։ Կնուն քանեմ, սաղ երկիրը թարանին, սաղի մարդկային չակատակրեն խոշտանգին, երկիրը հարցնեցին են նարկոտիկը վաղտամել ամբողջ Երևանով մեկ, բանով մեկ էտ Հայաստանով մեկ, մորդ ես գրպես տարավ ծսրեց, այսօր մարդը մը կնուն քանեմ, թորա կնքեմ, կնուն կտ քունեմ բոզի տաղա, էտ տերտերի քունեմ, էտ մերոլետ քունեմ, խաշտ քունեմ։ Կնուն քանեմ։ Լավ, այս կարգի ժողովրդին դնել գժի տեղ, այս կարգի ղժար ժողովրդի վեր է, սա պիտի բերթուն պտերյա պեսու հետ միասին, ով հեղափոխության ժամանակ դուպինք եկնարած ժողովրդին է ծսանամ։ Ես որ նորից քաղաքապետան։ Մալը թավավոր քաղաքապետ, հալի միատել կնունքա, են հարիվի կաբինետում գյուլին։ Ու այս սրասաղ մեղավորը, Աննա Վարդապետյան։ Աշխարհի ամենաբոզի տղա դատախազը։ Ուր այսի։ Նարեկ Սամսոնյան։ Ուրեմն ես չեմ լսել Նարեկ Սամսոնյանի պատասխանը ինձ փոխանցել են, բառացի ինչ ասվել եւ այլն, որ ինքը իան ոչ մեկ չի ծեծել, իան ոչ մեկ չի առևանգել, եթե անգամ նման բան տեղի ունենար, ինքը ոստիկանություն չէր դիմի, որովհետև իրենք անարխիստ են, իրանք չեն ընդունում, որ այս երկիրը ոստիկանություն ունի, դատախազություն, քննչական եւ այլն, դատարան, բայց հլու հնազանդ կատարում են դատարանի պահանջը եւ եթեր դուրս չեն գալի։ Ուզում եմ հասկանամ, կողմնորոշվեք, Նարեկ Սամսոնյան, կամ ընդունում եք, որ կա երկիր, դատարան, ոստիկանություն եւ այլն, կամ չկա։ Եթե չկա, ուրեմն ձեր հաղորդաշարը վերականգնեք, գնացեք ձեր եթերները վարեք։ Իսկ եթե կա, ուրեմն մի ասա, որ չկա։ Կողմնորոշվի։ Ինչ վերաբերվում է դեպքին, որ չի եղել։ Ուրեմն ես չեմ ուզում մանրան, դու Աստված եղացած չլինի։ Աստված, որ քեզ ոչ մեկ չի տարել, չի ծեծել, կամ երբևիցե քո համակոյտևից ոչ մեկ ընկած չի եղել, քեզ չեն ուզեցել ծեծեն, ջարդեն, փշեն, նեմեզ ռուբոն, փեշերը չի փռևերետ, մասիսի քաղաքապետը չի փռևերետ եւ այլն։ Բայց ես նորից եմ կրկնում, որ մեր աղբյուրները Աբաս փոխանցում են, որ նման դեպք տեղի է ունեցել։ Հիմա եթե մարդը ասում է չի եղել, հարց չկա, չի եղել, դու ես ասնելնի։
Ուրեմն իսկ ինչ վերաբերվում է այն կողի երիտասարդին, որն ասում է դու Ամերիկայից մենք ստեղ ենք։ Դրա համար ես դու քֆուր տալը մարխային մենք չէ։ Ուրեմն հարգարժան Վազգեն։ Ես գիտեմ, որ դուք պաշտում եք Սերժ Սարգսյանին։ 2014 թվականի հոկտեմբերի 17-ին եւ 19-ին մտեք երկիր մեդիա կայքը, իջեք այդ ամսաթվով կգտնեք եւ մնացած բոլոր լրատվամիջոցներով։ Վարդան Ղուկասյանը այնքան համարձակություն ուներ, որ եկե հասել էր Բաղրամյան 26 ձեր սիրելի Սերժ Սարգսյանի նստավայրի դեմը, դիսկերը ձեռը, ուզում էր հանդիպել Սերժ Սարգսյանին, ուզում էր հաղորդում տար, ցույց տար Գասպարյան Վովայի բոզի տղությունները ձեր կողմի սիրելի Սերժ Սարգսյան բոզի տղում։ Ավելին, կանգնացրեցի Վաչոին, Ղազարյան Վաչոին, ախրանիկն էլ վարորդը կող այդ, մարշրուտքի շոֆեր բոզի տղում։ Ու ասեցի, որ ես ուզում եմ հանդիպեմ, ես ինֆորմացիա ունեմ եւ այլն եւ այլն։ Վաչոն ասեց, դա իմ կոմպետենցիայի մեջ չի մտնում։ Դրանից ընդամենը 2 օր անց, հոկտեմբերի 21-ին, Վարդան Ղուկասյանը կալանավորվեց շինսու քրեական գործով եւ դատապարտվեց 3 տարվա ազատազրկման։ Քրեական գործ հարուցվեց Վարդան Ղուկասյանի մոր Սուսաննա Ղազարյանի վրա։ Ես Սուսաննա Ղազարյանին տուգանեցին 35000 դրամով եւ այդ թոշակառու կնոջ ամեն ամսվա ստացած թոշակից, որ ինքը դրանով էր պերեդաչի բերումից 5-5000 դրամ 8-9 ամիս այդ կնոջ փողից պայեցին եւ այդ կինը 3 տարի ապրում էր յա հանրապետական հիվանդանոցում, յա մեր տանը առանց լույս, առանց ջրուցում, հոսանքի փող չկար։ Այդ դու ինչ համարձակությունից ես խոսում տղա ջան։ Վարդան Ղուկասյանը այնքան համարձակ է եղել, որ զինվոր բանը աֆիցեր եղած ժամանակ ունեցել է անձնական կոնֆլիկտներ Մանվել Գրիգորյանի հետ, Սերյան Սարոյանի հետ, Հայկազ Բաղմանյանի հետ, Փարկացո Հայկազ Բաղմանյանը սաղ սալամաթա զանգի Հայկազին ասա 2009 թվին դու հեռախոսով ինչա քեզ պատասխան է Վարդան Ղուկասյանը, Նեֆտոբազայի հրամանատար Ռուբոյի հետ եւ այլն եւ այլն եւ այլն։ Քալի մալի անեց հրամանատարը որ դու բանակ չես ծառայ որ իմանաս դրանքով են տղա ջան։ Եվ գումարած դեռ ասում ես Ամերիկա նստած են 9-10 միլիոն մարդ կա Սփյուռքում։ Բայց այդ 9-10 միլիոնի մեջ դու մի հատ Վարդան Ղուկասյան կարող ես գտնես։ Ընկեր Վազգեն։ Հա? Բայց հոսախան են խոսան, սա դուրսն են, բախի չեն խոսում։ Խինուն Ամերիկայում, Ֆրանսիայում ապրող հայերը Վարդան Ղուկասյանին են զանգում ասում։ Ինչ կնես թեման բարձրաձայնեք, բայց մեր անունը մի տվեք։ Ոնց է ստացվում։ Մի ամիս գնացիք նստակ Բերդ Ձեզ թվաց թե յամո, էդ ինչ է լավ։ 3 տարի եմ նստել տղա ջան։ 3 տարի չկատարած հանցագործության համար։ 3 տարի։ Եվ քո շատ գովաբանելի Նարեկ Սամսոնյան Սերժ Սարգսյանը, որին որ դու այդքան սիրում ու պաշտում ես։ Դու սիրում պաշտում ես մի մարդու, ով բերեց բանին Նիկոլ Փաշինյանին։ Դու սիրում պաշտում ես մի մարդու, ում հեռացնելու համար 500,000 մարդ հելավ լցվա փողոց, ուզում է Սերժի տունը ծծցնել։ Մերժի Սերժին լոզունգով։ Դու պաշտում ես մի մարդու, ում նախարարի շոֆերը միլիարդատեր է դարել։ Տղա ջան, Արշակ Հակոբյանը, ուտես լիքը, դու պաշտում ես մի մարդու ում վարորդը Ղազարյան Վաչոն 22 միլիոն դոլարի կապիտալ ունեցել միայն Երևանի մի թաղամասում, որը կոչվում է Եռաբլուր, Մալացիա Սեբաստիա, էդ էլ բացահայտեց Վարդան Ղուկասյանը։ Դու պաշտում ես մի մարդու, ում ղեկավարման ժամանակ Վազգեն Սարգսյանի անվան Արարատի գունդը գրավադրվել է բանկ։ Հա? Դու հասկանում ես։ Դուք ձեր ասածը դուք ուզում հասկանամ ինչն եք պաշտում։ Կոռուպցիայի, հանցագործության, նարկոմանիայի, բոզի տղության, մարդասպանության մեջ թաթախված մի անձնավորության, է շարունակի պաշտել։ Շարունակի պաշտել։ Լավ եք անում, դա ձեր անձնական իրավունքն է, բայց համարձակությունից մի խոսացեք։ Համարձակ էր այս տղեն եւ միշտ էլ եղել է։ Եթե ես համարձակ չնեի, ես մտնելով զորամաս կլներ, ոստիկանություն կլներ, եղանակը չէր դառնա մինուսից օր։
Ոստիկանությունում է ծառայելու ժամանակ ՆՎԴ տեղափոխվելուց։ Ես այն մարդն եմ, որ համակարգից սիկտիր անել տվեցի Գաբելյան Գարիկին, գելին, ով ծածածնը մեջ սաղ ՆՎԴ-ն։ Դաժե Ալիկ Սարգսյանը ոստիկանապետը ուղիղ հեռախոս Գաբելյան Գարիկի հետ չուներ, Գաբելյան Գարիկը անջատել էր, չէր ուզում շփվեր Ալիկ Պետրոսյանի հետ։ Ասում է դու ինչ խրասես ոնես մինիստր։ Բայց ես մարդը բացահայտեց գելի կատարած կոռուպցիայի այն գլոբալ խայտարակաստիճանը քո գովաբանելի Սերժ Սարգսյանի ժամանակ 132 միավոր ավտոտեխնիկա ներքին զորքերից Գաբելյան Գարիկը կողել էր մամայի դալոն Ռասկուլա չիտերարե 16 միավոր բետեր ու բեմբեր կտրտե ու ծախել էին Պարսկաստան ու դրա մասին գիտեր Սերժ Սարգսյանը ինչ արեց Գաբելյան Գարիկին 4 տարի ոչ մի ներքին գործերի ներքին զորքերի զինծառայող աշխատավարձ չի ստացել 4 տարի ոչ մի ժամկետային զինծառայող թիվը պատկերացնում ես Նարեկ Սամսոնյան գումարած դրան այսօր քրիստիկս դիմումով եկելա մոտս նախորդ իմ հաղորդումից հետո եկնային գրասենյակա դիմել Հանգուցալ աշխարհի բնակիչ Պետրոսյան Բորիս համոզված եմ շատերս ոչ չճանաչեցին կամ Պետրոսյան Բարեգամ Աղվանի որը վաղուց 2014 թվականից գտնվում է քրիստիկի օֆիսում Սերժ Սարգսյան դուք ճանաչում եք Պետրոսյան Բարեգամ Աղվանի կամ Պետրոսյան Բորիսին մե հարուստ միլիոնատեր օլիգարխ ով ուներ կապիտալ Ռուսաստանի Դաշնությունում արտասահմանյան տարբեր երկրներում Երևան նորքում մի հատ վիլա տղուներ մի հատ վիլային մի տղուներ մի հատ վիլա իաներ եւ այլն բայց ինք ուներ նաեւ մեկ սեփական մի քանի սեփականություն բանում Մոնակոյում Որն էլ որ ճակատագրական եղավ Պետրոսյան Բորիսի կյանքի եւ առողջության համար 2004 թվականին թոլսեն պատանի հանրապետականները Սերժ Սարգսյանը լինելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար գտնված է լինում Մոնակո Էդի ես չեմ ասում Էդի Բորիսն ասում հանգուցալ աշխարից գտնվում է Մոնակոյում Կազինո խաղալուց նստած ինչա ֆիշկեքով խաղում է ինգես Սերժը տենեմա երջանկա հիշատակ Բորիս ասում է վայ էսի Սերժ Սարգսյանն է քանի որ ինքն դեղ ապրում ասաղյան ճանաչում են եւ մշտական հաճախորդա կազինոյի բիզնեսմեն մարդ է կանչում է համապատասխան աշխատակցին ասում է այս մարդը իշ կրմա թե կրվում է 2004 թիվ ասում են կրվում է կրվելա իշքան մոտավորապես 300,000 դոլարի ֆիշկա գումար այդքան արդեն կրվել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը պատվիրում է նույն այդքան գումարի ֆիշկա եւ մոտենալով հետևից լցում է ժողովրդի ներկայությամբ Սերժի գլխին որ այ բոզի տղա դու ես ինչ ես անում բանակի փողերն ես տեղ կրվում ինցիդենտ կոնֆլիկտ տեսդեն բանը Կազինոյի տանվտանգություն խնդիրը ջրվում գնում է անցնում են տարիներ 2006 թվականին Պետրոսյան Բորիսը ձեռքաբերում Սափվիր զավոդը գործարանը նոր հաճն կոտակ եթե չեմ սխալվում 4 միլիոն դոլարով 2006-ին 2008 թվականին նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանին դարձնում են պրեզիդենտ մարտի 1-ի դեպքեր եւ այլն Բնականաբար Սերժ Սարգսյանը չէր կարող մոռանալ նման վիրավորանքը եւ հանրարարմապատկան մարմիններին սկսել գլոբալ ստուգումներ Սափվիր գործարանում։ Ստուգումները սկսվում են։ Ստուգումների արդյունքում պարզվում է, որ Սափվիրը պետությանը չի վճարել կամ հարկային թերացումներ բաներ գտնվել է ուրեմն հայտնաբերվում է 119 միլիոն 467,407 ՀՀ դրամի պակասորդ այդքան գումար չի վճարվել ասում են վсё կանոնավորել
Պետրոսյան Բորիսին։ Բնականաբար դա տարնախփում է եւ Պետրոսյան Բորիսին կալանավորում են։ Համեմատության համար ասեմ, որ նույն ժամանակահատվածում ստուգում է լինում նաեւ էկոնոմ ինկասացիա կազմակերպությունը, որը պատկանում էր Խաչատուր Սուքիասյանին։ Այնտեղ հայտնաբերվում էր 150 միլիոն դրամի պարտավորվածություն պետության հանդեպ, քրական գործ տրղրը, գրոզոն գումարը բան վճարումը, շնորհիվ ջրում գնում։ Ստեղ 119, 120։ Կողմեն Բերտ, ինգեջ Պետրոսյան Բորիսին։ Բերտ մտնելուց հետո Պետրոսյան ըստ Պետրոսյան Բորիսի սկսվում է ամենաահավորը։ Պետրոսյան Բորիսին թունավորում են։ Սիստեմատիկաբար։ Եվ բերում հասցնում են նրան, որ Պետրոսյան Բորիսին կիսամերձ վիճակով դուրս են գրում ՑԲ-ից, ասում են դե լավ, գնա բուժվի։ Եթե կարաս։ Մարդը գնում է բուժման։ 17-11-2014 թվականին Մոսկվա քաղաքում Պետրոսյան Բորիսը կնքում է իր մահկանացուն։ Առողջ, առույգ տղամարդ էր։ Ընկավ Բերտ, շատ կարճ ժամանակ հետո առողջությունը խաթարվեց, չխաթարվեց խաթարին, ոնց որ ինքնապնդում, Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով, վերջինս մահացավ Ռուսաստանում։ Ահա դեպքերից մի հատված Սերժ Սարգսյանի կերպարի անձի վերաբերյալ։ Մի մարդ, որին որ շատերը չգիտեմ խի, հասկանալով, թարանց հասկանալով, ասում են մենք յան սիրում ենք, դուք յան չեք սիրում, դուք իա հովանավորությունն եք սիրում, դուք իա փողերն եք սիրում, ոչ թե իան։ Եվ այդ 5000 երեխեքի մաֆան մեջ, այդ 10000 վիրավորների եւ ալի մեջ, այս երյակը Սերժ Ռոբիկ եւ Նիկոլը որպես այտենց բոզիտաղա ուրիշ sense բոզիտաղա չէին կարա գտնեին բերեին դնեին։ Ով կարող էր այսպես սա հանձնելով գնա անուն դնի թե էսի թուրքինա մեզ անznագիրա պետք է սա պետք է նա պետք։ Եվ եթե մինչև հիմա այս ժողովուրդը մինչև 2021 թիվը, լավ 21 թիվն էլ հետը, ներառյալ, չի ունեցել այլ ընտրանք, ասում են ում ընտրենք, նախկիններին չենք ուզում նախկինները հետ գա։ Նիկոլին էլ չենք ուզում, բայց կարող պիտի նախկիների հետ գա գնանք Նիկոլն եք ընտրում։ Դուք հիմա ունեք այլ ընտրանք։ Փառք Աստծո, եկնային գրասենյակը նստած։ Վարդան Ղուկասյան։ Այլ ընտրանք։ Ես չեմ տենում քաղաքական դաշտում։ Ես չեմ տենում դες քաղաքական գործիչ, ով վրեժի ծարավով ալացված, այս բոլորի նկատմամբ։ Ով խորոփած ունի միլիոնների, միլիարդների, չգիտեմ, զատկեքի, էսի տանկ սրան մի կպի նրան չկա տես բան։ Ով չունի խոցելի ոչ մի տեղ, ոչ կնիկ, ոչ երեխա, ոչ զոքանց, ոչ աներ, ոչ քուր, ոչ աղբետ, պոխույր։ Անտեշուն։ Չունի խոցելու տեղ, չունի։ Բիզնեսներ չունի, ոչ մի բան չունի, որ կարան դրանով եւ այլ։ Մաքսիմում քրական գործ հետախուզում, հենա։ Ինտերպոլը թափտվեց Արգիշտի եւ գլխավոր դատախազի քիթու մրթին։ Ցենեզիցը նախոյ։ Ամերիկացիք ու եվրոպացիք էլ հասկացան, որ Նիկոլը բոզի տղա է։ Դրանք էլ հասկացան։ Պարսիկն էլ հասկացե։ Արաբն էլ հասկացե, որ սա ռուսական բոզի տղա է։ Ստիցն դե ավազում։ Նույնիսկ եմ ասում, չկա այդպիսի մի քաղաքական գործիչ, ով պարզ հարապարակայնորեն առանց ալևալության համարձակություն ունենա եւ ասի. Ծծնելու եմ Սերժին էլ, Ռոբին էլ, Նիկոլն էլ իրանց թայֆեկով։ Չանողը բոզի տղա է։ Ասենց պարզ խոսացող, եթե մեկը կա, ես գնամ, ոնց որ ասում էր մեր հարևան հայոն, ոտերը պակնեմ։ Եթե կա։ Ոսսոլի ասի, պարզ խոսա, պարզ, բառացիորեն, անմիջական, ժողովրդի հետ։ Նեմա։ Ով ասի, որ ձեր բոլորի բջերը գնալու են բանակ, ձեր բոլորի հետ ունեցվածքը բարի բուն իմաստով պետք է հետ վերցվի։ Ով ասում է, սիրելի շունեցի, եթե դու ուզում ես խախանդ հանգիստ ապրել, դու պիտի բանակ ունենաս։
Առանց ռեալ բանակ։ Այսօր բանակը վիոլա ջրին միլիարդից ավել պարտ կա։ Բանակը չի տալի ջրի փողը չի տալի։ Վիոլա ջուրն ասում է պարոն Ղուկասյան, հիմա որ ես գնամ ջուրն անջատեմ, ասում է ես ձեր ահու ջուրը չեմ անջատեմ։ Հետո մենք չենք կարող մեզ թույլ տան գնանք ջուրն անջատենք, որովհետև մտնելու ես նախ բերանդ բացես, երկրորդն էլ զինվորի վրա ես ոնց ջուր կտրեն։ Բայց միլիարդ ու կես պարտ կա մեր փողը չի տալի, ՀՀՊ-ն ջրի փողը չի տալի։ Եվ ոչ մեկ չի ասում Սուրեն Պապիկյան, բոզի տղա ջրի փողը խի չես տալի։ Հա? Զինվորական դատախազություն ղախպի տղեն, որ պիտի գնա ասի հիմա որ վիոլա ջուրը կտրի, հլնելու ենք վիոլա ջրին ծծցնենք, հլնելու ենք, բա փողն ուրա։ Իշքան։ Չէ, իշքան։ Հովարային անջատման հետևից։ Տաշիր Սամո, բոզի տղա, ես ինչ է կատարվում։ Չէ, ես ինչ է կատարվում։ Ուրեմն ես եմ պայմանավորվել որոշակի բնակիչների հետ, որ եթե վաղը նորից լույսը գնաց, հավաքվելու են բնակիչներով, գնան մտնեն էլեկտրոցանց, միացնեն լայվը եւ ծծցնեն էլեկտրոցանց, ով կա չկա։ Էլեկտրոցանցերը պետքա պետականացվեն։ Էլեկտրոցանցերը, որոնք որ սեփականաշնորհվել են նախկիների ժամանակ, պետքա պետականացվեն։ Ու առհասարակ տաշիրը ինչ ունի չունի Հայաստանի Հանրապետությունում պետականացնել։ Թողնա դիմի, Հագակը դիմի, Լոնդոնը դիմի, արբիտրաժի դատար, ուր ուզում է թողնա դիմի։ Տենամեծ սանկցիայի տակ ընկած գանդոն բոզի տղեն ում ագնում դիմի։ Ես ինչ կատարում։ Սուտկեքով լույս չկա կատեգորիկ, ոչ հիվանդանոցները, ոչ փողոցները, ոչ շենքերը եւ այս ժողովուրդը լռում է։ Համա որ հարսի նման լռում է, ոչ մեկ չի հելում, հարևաններով չեն հավկվում, չեն գնում էլեկտրոցանց, բռնելուց գոնե կնանիքով։ Նորից եմ կգնամ, մի հատ Զոյա, մի հատ Սուսան, մի հատ Սվետ, Հրուշ, Լենա, այս շենքերում չկա։ Դավթաշեն ասում է ոչ թե պարոն Ղուկասյան 60 շենք է, 200 շենքից ավել է։ Այդ 200 շենքի մեջ 5 հատ կնիկ չի եղել։ 5 հատ կնիկ չի եղել, 5 կնիկ Երևանյան 20 շենքի Զոյա, Սվետ, Սուսան, Լենա, Հրուշ, 5 կնիկ չկա։ 200 շենքի մեջ։ Որ հələ գնան մտեն էլեկտրոցանց ասեն, այ քո մորը ծծցնեմ։ 8 ժամ լույս չկա, ուրա։ Լավ, ինչ անեն ձեր հետ, սիրելի ժողովուրդ, որ դուք փողոց դուրս գաք։ Որ դուք գնաք հասարակական մտնեք, ձեր խնդրի տերը դառնաք։ Ինչ անեն, ես ույթ եմ ուզում հասկանամ։ Ղարաբաղ տվին ձեն չհանեք, Զոհեր տվին ձեն չհանեք, վիրավորներ տալում են ձեն չհանեք, ոչ իմ կիրանցնատալի ձեն չեք հանում, ջերմուկներ կիսեմ տալեն ձեն չեք հանում, քյարքին են տալեմ ձեն, լույս չեն տալեմ ձեն, լավ ինչ անեն ձեր հետ, որ դուք ձեն հանեք։ Ինչ։ Մնում արդեն գան մտնեն ձեր թվում, մեր ու մանուկ ուրիշ բան անեն, գավի այս ժամանակը ձեն չհանեք։ Ինչ է կատարում ձեր հետ։ Ես չգիտեմ դուք ոնց, բայց ես շարունակելու եմ թունավորել քրյա օլիգարխիկ բոզի տղեկի կյանքը։ Այնքան մինչև գա ընտրությունների օրը։ Մինչև 4000 հոգի ես լցեմ ընտրատեղամասերը, որպեսզի պահեն մեր ձայները, եւ ես այն ժամանակ ընտրություններից հետո կասեմ ես բոզի տղեկին, ռակի գծե զիմոյոտ։ Վազգենի քվորը ու ես սա ղախպի տղեկ։ Այսօր ես կան։ Շնորհակալություն։ Ներողություն։ Չէ, անջատելու էի։ Հիշա։ Battery 100%. Connected to Galaxy S22 Ultra and Gemini 10S. Ես մտքիս ծայրեն էր հակառակ դեպքում պիտի ասեին Վարդան Ղուկասյանը իա խոսքի տերը չի։ Հիշա։ Մի րոպե, շատ կարևոր զանգ։
Battery 100%. Connected to Galaxy S22 Ultra and Redmi Note 10S. Ալո, Ալո, բարև ձեզ։ բարև ձեզ։ Երիսան։ Այո, Ձեզ հետ խոսում է Վարդան Ղուկասյանը։ լսում եմ ձեզ։ Այդ մենք ենք լսում ձեզ։ Մեզ ասեցին, որ ձեր եղբորը կալանավորել են։ Եվ դուք ցանկանում եք բանը խնդիրը բարձրաձայնել, այսինքն բարձրաձայնում եք, ես ուզում հասկանամ ոնց ստացվեց, որ ձեր եղբորը, ով խնդիր ունեցել բարեկների հետ, մի թափ թողին, այսօր կալանավորին։ Գլուսաբան եք թե ոչ։ Ճիշտն ասած, պարոն Ղուկասյան, եղբորս ոչ թե կալանավորել են այսօր, այլ ձերբակալել են կալանավորելու նպատակով։ Լավ, թողնենք։ Մոտ կես ժամ առաջ որոշումը հրապարակեց եւ քննիչի միջնորդությունը վերստի մերժեց։ Կալանավորման միջնորդությունը վերստի մերժեց։ Այսինքն ձեր մի րոպե, ձեր եղբորը երկու անգամ փորձեցին ձերբակալել, հետո կալանավորել։ Նույն արարքի համար։ Այո, Դες ո՞նց ալու։ այո, բարեկային ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով առաջին անգամ ձերբակալեցին 72 ժամ ռեժիմով, 72 ժամ հետո դատարանը միջնորդությունը մերժեց, Ահա, ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, ահա, այսօր կրկին առավոտյան ժամը 7:30 ձերբակալեցին, ահա։ երեկոյան ժամը 8-ին դատարան կալանավորելու նպատակով դատարանը միջնորդությունը քննեց եւ վերստի մերժեց քննչական կոմիտեի միջնորդությունը կալանավորելու վերաբերյալ։ Իսկ քննչական կոմիտեն եւ առաջի անգամ եւ երկրորդ անգամ նույն հիմքն էր դրել գործի մեջ։ Այո, հիմքը դրել է խախուստի հիմքը եւ վարույթին խոչընդոտելու կամ քրեական դատավարության օրենքովի վրա դրված պարտականությունները չկատարելու հիմքը երկու անգամ է դատավորներն արձանագրել են, ու առաջին դատավորը արձանագրելավորի հիմքերը չկան, երկրորդ դատավորի որոշումը դեռ չեն ստացել հրապարակվելաբար, բայց մեր տրամաբանությամբ օրենքի կայացված որոշման մեջ նշված կլինի այն, որ քննիչն իրավասու չէ կալանավորման միջնորդությունը մերժելուց հետո կրկին նույն հիմքերով դիմել դատարան։ Այսինքն քննչական կոմիտեն հերթական անգամ ցույց տվեց, որ չի տիրապետում ուղղակի քրեական դատավարության օրենսդրության պահանջներին եւ փորձում է պրակտիկայի մեջ մտցնել այնպիսի մի դատավարական գործողություն, որ օրենքով ուղղակի նախատեսված չէ։ Ես ոնց ձեր акցենտից հասկանում եմ դուք Ղարաբաղի բնակիչ եք։ Ես ուզում եմ ձեզ լուսաբանել, որ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ձեր Ղարաբաղի բանը քննչականները եւ դատախազությունները երբեք չեն տիրապետել եւ երբեք չեն փայլել գրագիտությամբ։ Ուղղակի վերջին ժամանակներս առհասարակ չեն փայլում գրագիտությամբ եւ քրեական օրենսգիրքը դրած իրանց առնանդամի վրա պատտում են ոնց ուզում են, ում ոնց կարանան եւ այլն։ Հիմա ես ուզում եմ ձեզ հարց տամ, այս գործի հետ կապված դուք ինչ եք մտադիր անելու այս Հայաստանի ակնհայտ քաղաքական կամ ոչ իրավական հետապնդումների այս թոհուբոհի մեջ։ Ձեր հետագա գործողություններն այնց հետարքիր։ Պարոն Ղուկասյան, ճիշտն ասած նույն օրը, այսինքն այդ դեպքի օրը, երբ որ եղբորը ձերբակալել են, ես քննչական կոմիտե նաև հաղորդում եմ ներկայացրել բարեկային ծառայողների կողմից եղբորս նկատմամբ խոշտանգման արդյունք տալու կապակցությամբ քննչական կոմիտեն նույն օրը նախաձեռնել է քրեական վարույթ բարեկների նկատմամբ, բայց մինչև հիմա բարեկներից որևէ մեկը չունի որևէ դատավարական Չեն ունենա։ Ինչպես նաև չեն ունենա, ինչպես նաև տարբեր տեղեկություններ են տարածում իբր եղբայրս նրանց հետ ոչ կոռեկտ ձևով է խոսել եւ այլն, այսինքն հրապարակում են տեսագրության մի հատված, որտեղ եղբայրը դիմադրություն է գործադրում բարեկային ծառայողների նկատմամբ։ Բայց ես վստահեցնում եմ, քանի որ ես ինձ ձեռքի տակ ունեմ տեսագրությունը լրիվությամբ, եթե այդ տեսագրությունը ցանկացած օբյեկտիվ դիտորդ կամ երրորդ անձ դիտի, վստահ կձևավորի համոզմունք, որ բարեկային ծառայությունը ոչ թե առաջնորդվում է կանոնագրքով բարեկային ծառայության այդ 2021 թվականի ոստիկանապետի հրամանագրով, այլ ինչ որ գողական օրենքներով, որովհետև բարեկային ծառայողը որպես պաշտոնատար անձ Արամ Երիցյանի հետ կոնկրետ եղբորս հետ շփվելիս օգտագործում է հետևյալ արտահայտություններ. բա մեզի խափում ես, բա մեզ խափողին գիտես մենք ինչ ենք անում, բա մեզ խափողը չկա, ով էլ որ խափում է պատասխան է տալիս,
բա եկել ես խեչատներ ես պատմում եւ այլն եւ այլն։ Այսինքն այն ամեն ինչ որ գրված է բարեկային ծառայության կանոնակարգում, որ քաղաքացու հետ պետք է շփվեն դուք քո հարգանքով, ոչ հեգնանքով, արհամարական արտահայտություններ ցույց տան, վերաբերվեն այս կերպեն եւ այլն։ Հակառակը, եթե քաղաքացին բորբոքվում է, ապա ժամանակ տա որ քաղաքացին հանդարտվի եւ այլն, բարեկային ծառայության համար դա ընդհանրապես գրված մի բան է։ Ինքը իրանք դրանով փաստացի չեն առաջնորդվել եւ երբեւե չեն առաջնորդվելու։ Ես մի բան եմ ուզում խնդրեմ ձեզանից, չնայած մեր հաղորդումը գրեթե Հայաստանում գործող եւ եվրոպական, եւ ամերիկյան, եւ ռուսական, պարսկական դեսպանատները նայում են, թարգմանում են, ֆիլտրում են, իրենց հետաքրող մասերը հանում են։ Ներողություն։ Ես դες կարամ խնդրեմ եւ ուղղորդեմ, որ այդ տեսանյութը անգլերեն տեքստով գրեք կազմեք եւ ուղարկեք Հայաստանում ամանադեսպանատուն, որովհետեւ իրենք են ֆինանսավորում բարեկներին, որ հասկանան իրենց ֆինանսավորումը, եմ որ ասում է հոդսացնդը, յա տված, յա չտված։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող սրանց իշխանության օրոք ունենալ այնպիսի ոստիկանություն, որը համապատասխանի միջազգային, ոչ թե համա, գոնե մոտիկ լինի միջազգային ստանդարտներին եւ պահանջներին։ Չկա այդպես բան։ Ոնց բարդակն ու պորնոն կա, այդպես բարդակն ու պորտոն ամեն օր խորանում։ Դա կազմեք ուղարկեք դեսպանատուն, համոզված եմ ձեր ուղարկած տեսանյութով բավականին կօգնեք Միացյալ Նահանգներին, որ հասկանան, որ ինքը իզուր է ֆինանսավորում MVD-ն։ Ձեզ էլ համբերություն։ Ձեզ պարոն Ղուկասյան, վստահ եղեք, որ ես այս ամեն ինչով չեմ վրելու եւ ես պայքարելու եմ այնքան ժամանակ, մինչեւ որ բարեկային ծառայողները ենթարկվեն պատասխանատվության։ Խոսքը վերաբերում է բարեկային ծառայողների Կարեն Քարամյան, Արման Սիրյան, ովքեր դերասանական դպրոց ավարտած բարեկային ծառայողներ են ըստ իս, որովհետեւ այնպիսի դերասանական հատկություններ են ցույց տալիս եւ այնպիսի գործողություններ։ Ուրեմն ձեր պատերազմը պայքարը շարունակվելու է մինչեւ պարլամենտական ընտրություններ եւ պարլամենտական ընտրությունների արդյունքից հետո լպարս կլինի շարունակվի թե չի շարունակվի։ Ես մի բան ձեզ ասում եմ, որ ոչ մի բարեք, ոնց որ կամիլ բերետավորները, որոնք ոչ բառս ամենաբուն իմաստով ծածրեցին դաշնակ падգամավորին, ոչ մեկ չազատվեց աշխատանքից եւ չել ազատվի եւ ճիշտ էլ կանի, նույնն էլ էս դեպքում ոչ մեկ չի ազատվելու։ Շատ ուրախ եմ, որ ձեր եղբայրը մնաց ազատության մեջ։ Ինչևից է, հաջողություն ձեզ։ Նյամիտ մարդ։ Պայքարելու է մինչև տարեկները պատժվեն։ Գնաց։ Ինչևից է, այսքանը հուսով եմ ԱՄՆ դեսպանատունը կստանա տարեկների պահվածքը ապացուցող վիդեո, որ հետո չասե թե մեր փողերը, մեր դոլարնիկը ուր են եթեմ։ Դոլարնիկը, որ ուզում եք տենակ, մեծարգո ԱՄՆ դեսպան։ Եթե դուք ուզում եք տենակ ուրա գնամ ձեր դոլարնիկը, օրեր առաջ MVD-ի մինիստր Վայե Ղազարյանը գտնվում էր հարսանիքի։ Հարսանիքի տեղը դանակի, որ պահում են հարսանեկան արարողությունը, մարդը ստես 20,000-անոցները այտենց հանամ ու շարում էր։ Ամեն 20,000-ը հաշվեք $50։ Այտենց $50-ով շարում էր, հաշվեք քանի $50 շարեց, ինչքան է Վայե Ղազարյանի աշխատավարձը, ինչով պիտի ապրի Վայե Ղազարյանը, երբ որ այդ սաղ թուրը զարդարեց $50-ներով, այդ 20,000-անոցներով, հələ մենակետի տե, բայտո կավոր, մավոր, ծախսեր, մախսեր եւ այլն, եւ կհասկանաք ընկեր ամանադեսպան, ուրա գնան ձեր միլիոնավոր դոլարնիկը, որը որ դուք տալում եք MVD-ին, որ բարեկը լինի բարեք, այլ ոչ թե տուպոյ բոզի տղա։ Այդ է այդ։ Շնորհակալություն, հաջողություն։ Մարդիկ ուղում են ասում են 20 չէ, 100,000-անոց էլ է եղել, այսինքն 200 քանի դոլար միանգամից։